Քաղաքի բարձրադիր հատվածում գտնվող լուռ առանձնատանը հարստություններով շրջապատված մի տղամարդ հասկանում է, որ իր ունեցածն ամենին չի կարող լցնել այն դատարկությունը, որը նրան ուղեկցում է ամեն գիշեր։ Երբ տան աշխատողը խաչում է նրա ճանապարհը, սպասելի մի խնդրանք խախտում է տարիների էմոցիոնալ լռությունը, արթնացնում զգացումներ, որոնց մասին նրանք երկուսն էլ երբեք չէին պատկերացրել։ Սիրո դասերի, թաքնված վախերի, նույնիսկ ազգային մամուլը ցնցող խոստովանության մեջ ծնվում է անհավանական մի սեր, որը մարտահրավեր է նետում հասարակական սահմաններին, հին համոզմունքներին։ Եվ երբ գալիս է գիշերը, քաջ քայլը ամբողջությամբ փոխում է նրանց երկուսի ճակատագիրը։ Նախքան լսելը այս հուզիչ պատմությունը, ճշմարիտ սիրո խոցելիության մասին, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզական պատմությունների համար։ Կենտրոնի առանձնատունը լուռ էր, ինչպես միշտ, պատված երանյան հերթական գիշերվա մեղմ խավարով։ Դրսից բարձր պարիսպները պաշտպանում էին վեհաշուկ տունը քաղաքի անդադար եռուզեռից։ Ներսում, սակայն, լռությունն այլ տեսակի էր։ Դա այն մարդու լռությունն էր, ով ամեն ինչ ունի, միևնույն ժամանակ ոչինչ չունի։ Էդուարդ Կարապետյանը կայանեց իր ներկրված մեքենան ընդարձակ ավտոտնակում, անջատեց շարժիչը, մի քանի րոպե մնաց այնտեղ, ձեռքերը դեռ ղեկին, հայացքը կորած հետի հայելու մեջ։ 42 տարեկան, Երանի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատեր, բնակարաններ 3 մայրցամաքներում, բանկային հաշիվներ, որոնց մասին մարդկանց մեծամասնությունը նույնիսկ երազել չէր կարող։ Եվ, այնուամենայնիվ, նա զգում էր մի դատարկություն, որը ոչ մի կնքված գործարք չէր կարող լրացնել։ Նա խորը շունչ քաշեց, վերցրեց կաշվե պայուսակը, դուրս եկավ մեքենայից։ Նրա քայլերն արձագանքում էին մարմարե հատակին, մինչ նա անցնում էր ավտոտնակով դեպի խոհանոց տանող դուռը։ Նա միշտ այդտեղից էր ներս մտնում։ Երբեք գլխավոր մուտքից։ Գուցե որովհետև խոհանոցը տան միակ վայրն էր, որտեղ կարծես կյանք կար։ Մարիամ Հակոբյանն ավարտում էր լվանալ ընթրիքի սպասքը, որը պատրաստել էր, որը, ինչպես գրեթե միշտ, Էդուարդը ժամանակին չէր հասցրել ուտելու։ Նա 35 տարեկան կին էր, շագանակագույն մազերը հավաքված հասարակ հանգույցով, ձեռքերը կոշտացած անդադար աշխատանքից, բայց ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Արդեն 3 տարի էր, ինչ նա խնամում էր այդ առանձնատունը։ 3 տարի այդ սառը տարածքը վերածում էր մի բանի, որը, գոնե իր համար, որոշակի ջերմություն ուներ։ Երբ լսեց դռան բացվելու ձայնը, նա շրջվեց, տեսավ Էդուարդին, որը կանգնած էր շեմին, փողկապը թուլացրած, բաճկոնը գցած ուսին, դեմքին հոգնած արտահայտություն, որը նա արդեն լավ գիտեր։ Բարի երեկո, պարոն Էդուարդ։ Ընթրիքը ջեռոցում է, պարզապես պետք է տաքացնել։ Ձեզ սիրած հավով ու բամիայով ուտեստն եմ պատրաստել։ Էդուարդը գլխով արեց, բայց չշարժվեց։ Մնաց այնտեղ, նայելով լուսավոր խոհանոցին, սպիտակ սալիկներին, փայտե սեղանին, որի վրա Մարիամը միշտ թողնում էր շաբաթ օրերը շուկայից գնած ծաղիկների մի հասարակ փունջ։ Դրանք էժան ծաղիկներ էին, այնպիսիք, որ յուրաքանչյուրը կարող է գնել, բայց որոնք գույն ու կյանք էին բերում այդ միջավայրին։ Լավ եք, հարցրեց Մարիամը, ձեռքերը սրբելով գոգնոցին մի փոքր մոտենալով, անհանգստացած։ Դուք հոգնած տեսք ունեք։ Էդուարդը բացեց բերանը, որպեսզի տա այն ավտոմատ պատասխանը, որը միշտ տալիս էր։ Լավ եմ, շնորհակալություն։ Բայց բառերը դուրս չեկան։ Փոխարենը, նրա ներսում մի բան կարծես տեղի տվեց, ինչպես ամբարտակ, որն այլևս չի դիմանում ջրի ճնշմանը։ Նա գցեց պայուսակը հատակին, ձեռքն անցկացրեց մազերի միջով, երկար ժամանակ անց առաջին անգամ թույլ տվեց, որ դիմակն ընկնի։ Մարիամ, ես այլևս չեմ դիմանում։ Նրա ձայնը խռպոտ էր, գրեթե շշուկ։ Մարիամի սիրտը սեղմվեց։ Նա երբեք իր տիրոջն այդպիսին չէր տեսել։ Նա միշտ այնքան զուսպ էր, այնքան հեռու, այնքան ինքնատիրապետող։ Պարոն Էդուարդ, ինչ է պատահել։ Գործի հետ կապված խնդիր կա։ Նա գլուխը թափահարեց, հայացքը հառաց հատակին։ Գործը չէ։ Գործերը լավ են։ Միշտ լավ են։ Այսօր մեկ պայմանագիր կնքեցի, մեկ նախագիծ, ավելի շատ գումար հաշվին։ Բայց երբ հասա այստեղ, երբ բացեցի այս դուռը, տեսա այս խոհանոցը, այս լույսը, տնական ուտելիքի այս հոտը, ես մտածեցի ինչի համար։ Ո՞մ համար է այս ամենը։ Մարիամը չգիտեր ինչ ասել։ Մնաց կանգնած, ձեռքին սրբիչը զգալով, որ կանգնած է մի մարդու դիմաց, ով ներսից փշրվում է։ Ես ամեն ինչ ունեմ, Մարիամ։ Ամեն ինչ, ինչ փողը կարող է գնել։ Բայց երբ առավոտյան արթնանում եմ, տունը դատարկ է։ Երբ գիշերը վերադառնում եմ, տունը դատարկ է։
Ես անցնում եմ այս հսկայական սենյակներով, այս միջանցքներով, ոչ ոք չկա։ Ոչ ոք ինձ չի սպասում, ոչ ոքի չի հետաքրքրում, ես լավ հասա թե։ Հոգնած եմ։ Դա դամբարանում ապրելու պես է։ Նրա ձայնը դողաց, Մարիամը տեսավ, որ նրա աչքերը լցվեցին արցունքով։ Բնազդաբար, նա մի քայլ առաջ արեց։ Պարոն Էդուարդ, դուք մենակ չեք։ Ես այստեղ եմ։ Ես հոգ եմ տանում ձեր մասին, անհանգստանում եմ ձեզ համար։ Նա հայացքը բարձրացրեց դեպի Մարիամը, այնտեղ այնքան խորը ցավ կար, որ Մարիամը կոկորդում խեղդոց զգաց։ Դու տան մասին ես հոգ տանում, Մարիամ։ Դու քո գործն ես անում, շատ լավ ես անում։ Բայց դա նույնը չէ։ Ես ավելիի կարիք ունեմ։ Ես կարիք ունեմ մեկի, ով ինձ կնայի ու կտեսնի ոչ թե գործարարին, ոչ թե հարուստ մարդուն։ Ես կարիք ունեմ մեկի, ով ինձ որպես մարդ կտեսնի։ Նա մի քայլ առաջ արեց, այժմ նրանք միմյանցից մի քանի սանտիմետր հեռավորության վրա էին։ Մարիամը կարող էր տեսնել հոգնածության գծերը նրա աչքերի շուրջ մեծ արագությամբ, բայց առանց ուղղության ապրած կյանքի հետքերը։ Ես սիրո կարիք ունեմ, Մարիամ։ Սիրո կարիք ունեմ։ Այս արտահայտությունը դուրս եկավ խեղդված հեկեկոցով, Էդուարդը ձեռքերով ծածկեց դեմքը, ամաչելով սեփական խոցելիությունից։ Մարիամի սիրտը սեղմվեց։ Այդ պահին նա միլիոնատեր տերը չէր։ Նա պարզապես կոտրված, մոլորված մի մարդ էր, ով օգնություն էր խնդրում։ Առանց շատ մտածելու, նա մեկնեց ձեռքը թեթակի դիպավ նրա թին։ Պարոն Էդուարդ, նստեք այստեղ։ Նա ուղղորդեց նրան դեպի խոհանոցի սեղանը, աթոռ քաշեց, սպասեց, որ նա նստի։ Հետո մի բաժակ ջուր լցրեց, նստեց նրա դիմաց, ձեռքերը միահյուսած սեղանին։ Պատմեք, թե ինչ է կատարվում։ Իսկապես։ Էդուարդը դանդաղ խմեց ջուրը, փորձելով ուշքի գալ։ Հետո սկսեց խոսել։ Պատմեց միայնակ մանկության մասին, աշխատանքով տարված ծնողների միակ զավակ լինելու մասին։ Պատմեց, թե ինչպես վաղ սովորեց, որ փողը ուժ է, որ հաջողությունն ամեն ինչ է, որ թուլություն ցուցաբերելն անթույլատրելի է։ Պատմեց մակերեսային հարաբերությունների մասին, կանանց, ովքեր մոտենում էին իրեն կարգավիճակի, երեկույթների, շքեղ կյանքի հնարավորության համար։ Պատմեց, թե ինչպես քիչ-քիչ փակվեց իր մեջ, կառուցելով պարիսպներ այնքան բարձր, որքան առանձնատանը, մինչ որ այլս ոչ ոքի համար տեղ չմնաց։ Ես երբեք իսկապես չեմ սիրել, Մարիամ։ Երբեք թույլ չեմ տվել, որ որևէ մեկն իսկապես ներս մտնի։ Եվ հիմա, 42 տարեկանում, ես հետ եմ նայում, տեսնում եմ դատարկ կյանք։ Տեսնում եմ հանդիպումներ, պայմանագրեր, թվեր։ Բայց սեր չեմ տեսնում։ Ջերմություն չեմ տեսնում։ Ոչինչ չեմ տեսնում, որն իսկապես կարևոր է։ Մարիամը լուռ լսում էր, սիրտը սեղմված։ Նա հասկանում էր այդ ցավն ավելի շատ, քան Էդուարդը կարող էր պատկերացնել։ Դեռ երիտասարդ կորցրել էր ծնողներին, միայնակ մեծացրել էր կրտսեր եղբորը, 17 տարեկանից աշխատելով ուրիշների տներում։ Նա գիտեր, թե ինչ է միայնությունը, ինչ է զգալ, որ ոչ ոք քեզ իսկապես չի տեսնում։ Պարոն Էդուարդ, կարող եմ մի հարց տալ։ Նա գլխով արեց։ Դուք երբեք մտածել եք, թե ինչու երբեք իսկապես չեք սիրել։ Ինչն է խանգարում։ Էդուարդը երկար լռեց, մտորելով։ Վախը, կարծում եմ։ Վախ խոցելի լինելուց, վախ վիրավորվելուց, վախ, որ եթե բացվեմ, մարդը կգնա կամ կօգտագործի ինձ։ Եվ նա կարծում եմ, ես չգիտեմ ինչպես դա անել։ Ինչպես քնքշություն ցուցաբերել, ինչպես ներկա լինել, ինչպես նայել մեկին, ստիպել նրան յուրահատուկ զգալ։ Երբեք չեմ սովորել։ Մարիամը կարեկցանքի ալիք զգաց։ Այստեղ մի մարդ էր, ով ամեն ինչ ուներ, բայց չգիտեր կյանքի ամենապարզ էական բանը։ Կարող եմ ձեզ մի բան ասել, պարոն Էդուարդ։ Եվ առաջին անգամ նա հանեց պաշտոնական դիմելաձը, նա նկատեց դա։ Բոլորը կարող են սովորել սիրել։ Դա շնորհ չէ, որ որոշ մարդիկ ունեն, իսկ մյուսները ոչ։ Դա ընտրություն է, ամենօրյա վարժություն, ուշադրություն դարձնելու, ներկա լինելու, հոգ տանելու։ Բայց պետք է սկսել փորձելու ցանկությունից։ Նա նայեց Մարիամին, աչքերը դեռ կարմրած, բայց նոր փայլով։ Փխրուն հույսով։ Կարծում ես, կկարողանամ։ Կարծում ես, դեռ ուշ չէ։ Միշտ էլ ժամանակ կա, Էդուարդ։ Քանի դեռ մենք ողջ ենք, միշտ էլ ժամանակ կա։ Նրա անվան օգտագործումը առանց պարոն ի, առանց պաշտոնականության, անսպասելի մտերմություն ստեղծեց։
Էդուարդը նկատեց, Մարիամը նույնպես։ Բայց նրանցից ոչ ոք հետ քայլ չարեց։ Ուրեմն սովորեցրու ինձ, Մարիամ։ Նա թարթեց աչքերը, շփոթված։ Ինչ սովորեցնեմ։ Սիրել։ Սովորեցրու ինձ սիրել։ Դու միակ մարդն ես, ով այս տանը ինձ մարդավարի է վերաբերվում։ Միակը, ով ուտելիք է պատրաստում, մտածելով, թե ես ինչ եմ սիրում, ով ծաղիկներ է թողնում սեղանին, ով հարցնում է, լավ եմ, թե ոչ, երբ հոգնած տուն եմ գալիս։ Դու գիտես դա անել։ Ես չգիտեմ։ Սովորեցրու ինձ։ Մարիամը զգաց, թե ինչպես դեմքը տաքացավ։ Դա անհեթեթ, անսպասելի, գրեթե անհնարին մի խնդրանք էր։ Ինչպես կարող է մեկը մյուսին սովորեցնել սիրել։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր նա դա սովորեցնել իր տիրոջը, առանց վտանգավոր սահմաններ հատելու։ Էդուարդ, ես վստահ չեմ, որ դա լավ գաղափար է։ Ես այստեղ աշխատում եմ, դուք իմ տերն եք։ Դա կարող է ամեն ինչ բարդացնել։ Նա մեկնեց ձեռքը, գրեթե դիպչելով սեղանի վրա դրված Մարիամի ձեռքին, բայց այդպես էլ չդիպավ։ Ես գիտեմ, որ տարօրինակ է։ Ես գիտեմ, որ մի բան եմ խնդրում, որը դուրս է ամեն տեսակի նորմայից։ Բայց ես հուսահատված եմ, Մարիամ։ Ես չեմ ուզում իմ կյանքի մնացած մասն այսպես դատարկ ապրել։ Եվ ես վստահում եմ քեզ։ Դու միակ մարդն ես, ում ես վստահում եմ։ Նա նայեց այդ մեկնած ձեռքին, նրա աղերսող աչքերին զգաց, որ կանգնած է խաչմերուկում։ Կարող էր մերժել, պահպանել հեռավորությունը, շարունակել լինել պարզապես արդյունավետ սպասուհի։ Կամ կարող էր ընդունել, մտնել անծանոթ, ռիսկային տարածք, որը, գուցե, փոխակերպիչ կլիներ երկուսի համար էլ։ Լավ, վերջապես ասաց նա ցածր ձայնով։ Ես համաձայն եմ։ Բայց մի պայմանով։ Ցանկացած։ Մենք սահմաններ ենք դնում։ Սա չի կարող այլ բանի վերածվել։ Ես քեզ կսովորեցնեմ այն, ինչ գիտեմ քնքշության, ուշադրության, ջերմության մասին։ Բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չշփոթենք բաները։ Էդուարդն արագ գլխով արեց։ Ես խոստանում եմ։ Ես պարզապես ուզում եմ սովորել։ Պարզապես ուզում եմ ավելի լավ մարդ դառնալ։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Չգիտեր, արդյոք ճիշտ բան է անում, բայց նրա ներսում մի բան հուշում էր, որ այդ մարդն օգնության կարիք ունի։ Եվ նա միշտ չափազանց մեծ սիրտ ուներ, տառապող մարդուն անտեսելու համար։ Ուրեմն, եկեք սկսենք, ասաց նա, փոքրիկ ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Առաջին դաս։ Երբ տուն ես գալիս, միանգամից մի վազիր գրասենյակ կամ ննջասենյակ։ Կանգ առ, շունչ քաշիր, ողջունիր այստեղ գտնվող մարդկանց։ Նայիր նրանց աչքերին, հարցրու, թե ինչպես է անցել նրանց օրը։ Իսկապես։ Ոչ թե քաղաքավարությունից ելնելով, այլ որովհետև իսկապես ուզում ես իմանալ։ Էդուարդը ուշադիր լսում էր, կարծես գործնական հանդիպման լիներ, բայց այս անգամ մտքում նշումներ անելով մի բանի մասին, որը շատ ավելի կարևոր էր, քան ցանկացած պայմանագիր։ Երկրորդ դաս, շարունակեց Մարիամը։ Նկատիր փոքր բաները։ Եթե ինչ-որ մեկը հոգնած է, թեյ առաջարկիր։ Եթե ինչ-որ մեկը տխուր տեսք ունի, հարցրու, թե ինչ է պատահել։ Եթե ինչ-որ մեկը լավ բան է արել, գնահատիր։ Սերը միայն մեծ ռոմանտիկ ժեստերի մասին չէ։ Այն ամենօրյա մանրուքներում ներկա լինելու մասին է։ Էդուարդը կլանում էր յուրաքանչյուր բառ։ Տարիներ անց առաջին անգամ նա զգում էր, որ սովորում է մի բան, որն իսկապես կարևոր է։ Եվ երրորդ դասը, ասաց Մարիամը, այժմ մի փոքր ավելի տատանվելով, հպման մասին է։ Երբեմն մարդիկ կարիք ունեն զգալու, որ ֆիզիկապես մենակ չեն։ Մի հպում ուսին, գրկախառնություն, ձեռքը բռնել։ Բայց դա պետք է անկեղծ լինի, պետք է հարգալից լինի։ Ցուցադրելու համար նա մեկնեց ձեռքը թեթակի դիպավ սեղանին դրված նրա թին։ Դա պարզ, սովորական հպում էր, բայց Էդուարդը զգաց, թե ինչպես էլեկտրական հոսանք անցավ իր մարմնով։ Դա ցանկություն չէր։ Դա կապ էր։ Դա այն զգացողությունն էր, որ ինչ-որ մեկն իրեն իսկապես տեսնում է, իսկապես դիպչում է, իսկապես հոգ է տանում։ Այսպես, ասաց Մարիամը, արագ հետ քաշելով ձեռքը, փորձելով անտեսել սեփական արձագանքը հպմանը։ Ոչ մի չափազանցված, ոչ մի բան։ Պարզապես բավական է ասելու, ես այստեղ եմ։ Էդուարդը նայեց իր թին, այնտեղ, որտեղ նա դիպել էր, կարծես դեռ կարող էր զգալ այդ մատների ջերմությունը։ Ես երբեք չէի նկատել, թե որքան բան կարող է նշանակել այսքան պարզ մի բան։
Որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որը գնահատում է մեծը, տպավորիչը, թանկը։ Բայց սերը պարզ բաների մեջ է։ Այն հարցնելու մեջ է, թե մարդն ինչպես է քնել, հիշելու մեջ է, որ նա սուրճն առանց շաքարի է սիրում, տնից դուրս գալուց առաջ քնքուշ գրություն թողնելու մեջ է։ Նրանք մնացին այնտեղ, լուսավոր խոհանոցում, զրուցելով մինչ ուշ գիշեր։ Էդուարդը հարցնում էր, Մարիամը պատասխանում։ Նա ուզում էր ամեն ինչի մասին իմանալ։ Ինչպես անկեղծ հետաքրքրություն ցուցաբերել։ Ինչպես իսկապես լսել, ոչ թե պարզապես սպասել խոսելու իր հերթին։ Ինչպես ստիպել մեկին կարոր զգալ։ Եվ Մարիամը համբերատար սովորեցնում էր։ Խոսում էր ներկա լինելու կարողության մասին, զրույցի ընթացքում հեռախոսն անջատելու, աչքերի մեջ նայելու, ինչ-որ մեկին հանդիպելիս ժպտալու մասին։ Խոսում էր, թե ինչպես են փոքր ժեստերը մեծ զգացմունքներ կառուցում։ Երբ ժամացույցը ցույց տվեց գրեթե կեսգիշեր, Մարիամը նկատեց ժամը։ Աստված իմ, ուշ է։ Ես պետք է գնամ։ Որտեղ ես ապրում, հարցրեց Էդուարդը, 3 տարվա մեջ առաջին անգամ նա իսկապես հետաքրքրված էր նրա կյանքով։ Մալաթիա Սեբաստիա թաղամասում։ 2 ավտոբուսով եմ հասնում այստեղ։ Էդուարդը գնճռոտեց ճակատը։ 2 ավտոբուս։ Այս ժամին։ Հանգիստ է։ Սովորեմ։ Ոչ, այսօր, ոչ։ Վարորդին կխնդրեմ, որ քեզ տանի։ Մարիամը պատրաստվում էր առարկել, բայց նա բարձրացրեց ձեռքը։ Խնդրում եմ։ Թույլ տուր դա անեմ։ Դա փոքր ժեստ է, այնպես չէ՞։ Մի բան, որը ցույց է տալիս, որ ես հոգ եմ տանում քո բարեկեցության մասին։ Նա ժպտաց, ճանաչելով սեփական բառերի օգտագործումը։ Լավ։ Շնորհակալություն, Էդուարդ։ Նրա անունը, առանց պաշտոնական դիմելացի, տարօրինակ մի նույն ժամանակ ճիշտ հնչեց նրա շուրթերին։ Էդուարդը նույնպես ժպտաց, երկար ժամանակ անց առաջին անգամ դա իսկական ժպիտ էր։ Շնորհակալություն, Մարիամ։ Շնորհակալություն, որ ինձ չանտեսեցիր, որ ինձ լսեցիր, որ համաձայնեցիր օգնել ինձ։ Նա պարզապես գլխով արեց, վերցրեց պայուսակը, շարժվեց դեպի դուռը։ Բայց դուրս գալուց առաջ շրջվեց։ Էդուարդ, մի վերջին բան։ Այս ճանապարհորդությունը, որը դու սկսում ես սիրել սովորելու, պետք է սկսվի հենց քեզնից։ Դու պետք է ներես քեզ անցյալի համար, պետք է ընդունես քո խոցելիությունները, պետք է սիրես նրան, ով դու ես։ Որովհետև ոչ ոք չի կարող իսկապես սիրել, եթե նախ իրեն չի սիրում։ Նա կանգնեց, յուրացնելով այդ բառերը։ Դաս 1 դաս էր, գուցե ամենադժվարը։ Երբ Մարիամը դուրս եկավ, Էդուարդը մենակ մնաց խոհանոցում։ Նայեց շուրջ բոլորը, հասարակ ծաղիկներին, սեղանին, որտեղ զրուցել էին, ջրի բաժակին, որը դեռ սեղանի վրա էր։ Եվ տարիներ անց առաջին անգամ առանձնատունը չզգաց որպես դամբարան։ Զգաց որպես հնարավորություն։ Հաջորդ օրերին ինչ-որ բան փոխվեց։ Էդուարդը սկսեց կիրառել դասերը։ Երբ տուն էր հասնում, կանգ էր առնում խոհանոցում Մարիամին ողջունելու։ Հարցնում էր, թե ինչպես է անցել նրա օրը, իսկապես լսում էր պատասխանները։ Նկատում էր, երբ նա հոգնած էր, օգնություն էր առաջարկում։ Հիշում էր մանր մանրամասներ, որոնք նա նշում էր, հետագա զրույցներում հիշատակում էր դրանք։ Մարիամը զարմացած էր, բայց նա հուզված։ Նա տեսնում էր, թե ինչպես է մի մարդ փոխվում իր աչքի առաջ։ Եվ օրերի ընթացքում զրույցներն ավելի խորացան։ Դրանք դադարեցին լինել պարզապես գործնական դասեր, վերածվեցին խոստովանությունների։ Մի երեկո, ընթրիքից հետո խոհանոցում թեյ խմելիս, Էդուարդը հարցրեց. Դու երբեք քեզ մենակ զգացել ես, նույնիսկ մարդկանցով շրջապատված, Մարիամ։ Նա հայացքը փախցրեց, շփոթված խառնելով բաժակը։ Այո։ Շատ անգամներ։ Երբ ծնողներս մահացան, ես 19 տարեկան էի, իսկ եղբայրս 12։ Հանկարծ ես պատասխանատու էի ամեն ինչի համար։ Պետք է աշխատեի, պետք է հոգ տանեի նրա մասին, պետք է լինեի մայր, հայր, քույր, ամեն ինչ միաժամանակ։ Եվ նույնիսկ մարդկանցով շրջապատված այն տներում, որտեղ աշխատում էի, նույնիսկ եղբորս տանը ունենալով, ես ինձ շատ մենակ էի զգում։ Վախենում էի, որ մի օր առանց ոչ ոքի կմնամ։ Էդուարդը լուր լսում էր, առաջին անգամ հասկացավ, որ միայն ինքը չէ, որ ցավեր ունի։ Մարիամը, իր միշտ ժպտացող դեմքով, նույնպես իր սպիներն ուներ։ Իսկ եղբայրդ։ Որտեղ է նա հիմա։ Նա ժպտաց, դա հպարտության անկեղծ ժպիտ էր։
Նա ավարտում է ճարտարագիտական համալսարանը։ Իմ ամենամեծ հպարտությունն էր նրան օգնել սովորելու։ Ես միշտ ասել եմ նրան, որ կրթությունը աղքատությունից դուրս գալու դուռն է։ Էդուարդը խորը հիացմունք զգաց այդ կնոջ նկատմամբ։ Նա այնքան քիչ բան ուներ իր համեմատ, բայց այնքան շատ բանի էր հասել։ Եվ ամենակարևորը, պահպանել էր մարդկայնությունը, բարությունը, ուրիշների մասին հոգ տանելու ունակությունը։ Դու անհավանական ես, Մարիամ։ Ես ամեն ինչ ունեմ, ոչ մի օգտակար բան չեմ արել դրանով։ Դու այնքան քիչ բան ունես, մի ամբողջ կյանք ես փոխել։ Նա գլուխը թափահարեց։ Յուրաքանչյուրն անում է այն, ինչ կարող է, իր ունեցածով։ Դու հիմա փորձում ես փոխվել։ Դա արդեն շատ բան է։ Բայց միգուցե արդեն շատ ուշ է։ Միգուցե ես դեռ կարող եմ սովորել իսկապես սիրել։ Երբեմն ես զգում եմ, որ իմ ներսում ինչ-որ բան կոտրված է։ Մարիամը մեկնեց ձեռքը, այս անգամ բռնեց նրա ձեռքը սեղանի վրա։ Դա ինքնաբուխ ժեստ էր, երկուսն էլ զգացին հպման էլեկտրականությունը։ Կոտրված չէ, Էդուարդ։ Դու պարզապես վախենում ես։ Իսկ վախի դեմ մենք պայքարում ենք օրեցօր։ Նրանք մնացին այդպես, ձեռք ձեռքի տված խոհանոցի սեղանի վրա, նայելով միմյանց, այդ պահին ինչ-որ բան փոխվեց։ Մի անտեսանելի գիծ հատվեց, նույնիսկ եթե նրանցից ոչ ոք չխոստովանեց դա։ Այդ գիշերվանից դասերն ավելի հաճախակի դարձան։ Էդուարդը սկսեց ավելի շուտ տուն գալ, անհամբեր սպասելով Մարիամին տեսնելուն։ Իսկ Մարիամն իր հերթին սկսեց հատուկ ընթրիքներ պատրաստել, տունն էլ ավելի հյուրընկալ դարձնել, սպասել օրվա այն պահին, երբ նստում էին զրուցելու։ Այդ գիշերներից մեկում Էդուարդը հատկապես անհանգիստ էր։ Դժվար հանդիպում էր ունեցել, որտեղ ստիպված էր եղել աշխատակիցների ազատել ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։ Տուն հասավ, այդ բեռը գրելով։ Մարիամն անմիջապես նկատեց։ Առանց որևէ բան հարցնելու, պատրաստեց նրա սիրած թեյը, ուղեկցեց նրան դեպի պատշգամբ, որտեղից տեսարան էր բացվում դեպի լուսավոր քաղաքը, պարզապես կանգնեց այնտեղ, նրա կողքին, լուռ։ Շնորհակալություն, որոշ ժամանակ անց ասաց Էդուարդը։ Շնորհակալություն, որ այստեղ ես։ Երբեմն մենք բառերի կարիք չունենք։ Պարզապես ներկայության կարիք ունենք։ Նա շրջվեց դեպի Մարիամը, նրա հայացքում ինչ-որ այլ բան կար։ Ինչ-որ ավելի լարված բան։ Մարիամ, ես երբեք իսկապես շնորհակալություն չեմ հայտնել այն բանի համար, ինչ դու անում ես ինձ համար։ Դու ոչ մի պարտավորություն չունեիր ընդունելու այս խենթ խնդրանքը, քո գիշերներն անցկացնելու, ինձ սովորեցնելով բաներ, որոնք ես պետք է վաղուց իմանայի։ Բայց դու ընդունեցիր։ Եվ ես ինձ այլ կերպ եմ զգում։ Ես ինձ ավելի կենդանի եմ զգում։ Նա ժպտաց, բայց ժպիտի մեջ տխրություն կար։ Ես էլ ինձ այլ կերպ եմ զգում, Էդուարդ։ Խոստովանությունը դուրս եկավ ցածր, գրեթե շշուկով։ Էդուարդը նկատեց տոնը, խոցելիությունը, սիրտը սկսեց արագ բաբախել։ Այլ կերպ, ինչպե՞ս։ Մարիամը հայացքը փախցրեց, նայելով ներքում գտնվող քաղաքի լույսերին։ Ես ինձ խոստացել էի, որ չեմ ներգրավվի։ Որ հեռավորություն կպահեմ, որ պարզապես քեզ կսովորեցնեմ ու վերջ։ Բայց ճշմարտությունն այն է, որ ինձ սկսեց դուր գալ այստեղ լինելը, քեզ հետ զրուցելը, տեսնելը, թե ինչպես ես դու փոխվում։ Եվ դա ինձ վախեցնում է։ Էդուարդը զգաց, թե ինչպես հուզմունքի ալիքը պատեց իրեն։ Դա պարզապես երախտագիտություն չէր։ Դա ինչ-որ ավելի խորը, ավելի վախեցնող, ավելի իրական բան էր։ Ես էլ եմ վախենում, Մարիամ։ Որովհետև ես էլ սկսեցի զգալ մի բան, որի անունը չգիտեմ։ Երբ արթնանում եմ, մտածում եմ քո մասին։ Օրվա ընթացքում անհամբեր սպասում եմ տուն վերադառնալուն, որովհետև գիտեմ, որ դու այստեղ կլինես։ Եվ երբ մենք զրուցում ենք, ես ինձ լիարժեք եմ զգում կյանքում առաջին անգամ։ Նրանք նայեցին միմյանց, լարվածությունը նրանց միջ աճում էր։ Մարիամը գիտեր, որ պետք է հետ քայլ անի, նորից սահմաններ դնի։ Բայց սիրտը մեկ այլ բան էր պահանջում։ Էդուարդ, մենք պետք է զգույշ լինենք։ Սա կարող է լավ չավարտվել։ Ես գիտեմ։ Բայց կյանքումս առաջին անգամ ես չեմ ուզում զգույշ լինել։ Ես չեմ ուզում ռիսկեր հաշվարկել։ Ես պարզապես ուզում եմ զգալ։ Նա մի քայլ արեց դեպի Մարիամը, Մարիամը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Դասերը վերածվել էին ինչ-որ շատ ավելի մեծ, շատ ավելի վտանգավոր, շատ ավելի իրական բանի։ Եվ երկուսն էլ գիտեին, որ այլս հետդարձի ճանապարհ չկա։
Հաջորդ շաբաթները նման էին նուրբ բարի երկու սրտերի միջ, որոնք գիտեին, որ քայլում են վտանգավոր տարածքով, բայց չէին կարողանում կանգ առնել։ Էդուարդն ու Մարիամը շարունակում էին դասերը, բայց այժմ օդում այլ բան կար։ Յուրաքանչյուր հանդիպում ավելի մեծ մտերմություն էր բերում, յուրաքանչյուր զրույց բացահայտում էր նրանց իրական էության ավելի խորը շերտերը։ Մի անձրոտ հինգշաբթի Էդուարդը սովորականից շուտ տուն եկավ։ Ուժեղ անձրը թակում էր առանձնատան պատուհանները, ստեղծելով մտերմիկ հարմարավետ մթնոլորտ։ Մարիամը հյուրասենյակում էր, ուղղում էր բազմոցի բարձերը, երբ լսեց նրա քայլերի ձայնը։ «Շուտ ես վերադարձել», ասաց նա, ժպտալով։ «Անձրից ես փախել»։ «Գրասենյակից, իրականում»։ Հասկացա, որ րոպեներն եմ հաշվում տուն գալու համար։ Սա երբեք չէր պատահել։ Նա մոտեցավ, Մարիամը նկատեց, որ նրա աչքերում ինչ-որ այլ բան կար։ Մի վճռականություն, մի լարվածություն, որը նախկինում չկար։ «Մարիամ, ես պետք է քեզ մի բան ասեմ»։ Այսօր հանդիպման ժամանակ տնօրեններից մեկը նշեց, որ ես փոխվել եմ։ Ասաց, որ ես ավելի թեթ, ավելի ներկա, ավելի մարդկային տեսք ունեմ։ Եվ երբ հարցրեց, թե ինչն է փոխվել, ես քիչ մնաց ճշմարտությունն ասեի։ Քիչ մնաց ասեի, որ հանդիպել եմ մեկին, ով ինձ սովորեցնում է իսկապես ապրել։ Նա զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Իսկ ինչ ասացիր։ Որ փորձում եմ ավելի լավ հավասարակշռություն գտնել աշխատանքի անձնական կյանքի մեջ։ Բայց ճշմարտությունն այն է, որ սա հավասարակշռության մասին չէ։ Սա քո մասին է։ Ամեն ինչ փոխվեց քո շնորհիվ։ Էդուարդ, մենք պայմանավորվել էինք զգույշ լինել։ Ես գիտեմ, թե ինչ ենք պայմանավորվել։ Բայց այլս չեմ կարող ծածնել, թե սա պարզապես դաս է։ Որ դու պարզապես մեկն ես, ով ինձ սովորեցնում է ավելի լավը լինել։ Դու դարձել ես այն պատճառը, թե ինչու եմ ես ուզում ավելի լավը լինել։ Մարիամը զգաց, որ աչքերը այրվում են։ Գիտեր, որ նույնն է զգում, բայց խոստովանելը նշանակում էր հատել մի գիծ, որից հետդարձ չկար։ Ես էլ եմ ինչ-որ բան զգում, Էդուարդ։ Բայց վախենում եմ։ Վախենում եմ, որ սա պարզապես երախտագիտություն է քո կողմից, որ երբ դու իսկապես սովորես սիրել, կգտնես մեկին քո աշխարհից, իսկ ես կմնամ այստեղ կոտրված սրտով։ Նա մի քայլ արեց, այժմ այնքան մոտ, որ Մարիամը կարող էր զգալ նրա մարմնի ջերմությունը։ Սա երախտագիտություն չէ, Մարիամ։ Երախտագիտությունն այն է, ինչ ես զգում եմ վարորդի հանդեպ, որն ինձ աշխատանքի է տանում, քարտուղարուհու հանդեպ, որը կազմակերպում է իմ օրակարգը։ Այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, այլ է։ Կարծես ես ամբողջ կյանքս կիսատ եմ շնչել, միայն հիմա եմ հասկացել, թե ինչպես ամբողջությամբ լցնել թոքերս։ Նա փակեց աչքերը, փորձելով պահպանել ինքնատիրապետումը, բայց զգալով, որ պարտվում է ճակատամարտում։ Իսկ եթե սխալ ստացվի։ Իսկ եթե սա ոչնչացնի այն ամենը, ինչ մենք կառուցել ենք։ Իսկ եթե ճիշտ ստացվի։ Իսկ եթե սա հենց այն է, ինչ մենք երկուսս էլ փնտրում էինք, առանց իմանալու։ Հաջորդած լռությունը լի էր հնարավորություններով։ Դրսում անձրը շարունակում էր ուժգին տեղալ, մեկուսացնելով նրանց մնացած աշխարհից։ Ներսում կարծես միայն իրենք երկուսն էին։ Մարիամը բացեց աչքերը, հանդիպեց Էդուարդի հայացքին, որը հարված էր իրեն։ Այնտեղ այնքան շատ զգացմունքներ կային։ Ցանկություն, այո, բայց նա քնքշություն, խոցելիություն, հույս։ Եվ հենց դա ստիպեց նրան տեղի տալ։ Լավ, շշնջաց նա։ Տեսնենք, թե սա մեզ ուր կտանի։ Բայց դանդաղ։ Ինձ պետք է, որ դանդաղ լինի։ Էդուարդը ժպտաց, դա թեթացման, անկեղծ երջանկության ժպիտ էր։ Այնքան դանդաղ, որքան քեզ պետք է։ Նա մեկնեց ձեռքը, Մարիամը բռնեց այն։ Դա պարզ, բայց նշանակալից ժեստ էր։ Այլս ուսուցիչը չէր, որ դիպչում էր աշակերտին, դասը ցուցադրելու համար։ Դա մի կին էր, որն ընդունում էր մի տղամարդու ձեռքը, ով խորապես հուզել էր իրեն։ Նրանք մի պահ այդպես մնացին, պարզապես ձեռք ձեռքի տված, լսելով անձրի ձայնը։ Հետո Էդուարդը նրբորեն քաշեց նրան ավելի մոտ, Մարիամը թույլ տվեց։ Երբ նա գրկեց նրան, Մարիամը գլուխը դրեց նրա կրծքին, զգաց ներքում արագ բաբախող սիրտը։ Սա այն մարդու գրկախառնությունն է, ով իսկապես հոգ է տանում, ասաց նա ցածրաձայն, ձայնի մեջ ժպիտ կար։ Լավագույն ուսուցչից եմ սովորել։ Նրանք երկար րոպեներ այդպես մնացին, պարզապես գրկախառնված, թույլ տալով, որ ֆիզիկական մտերմությունն ասի այն, ինչ բառերը չէին կարողանում։
Եվ երբ վերջապես բաժանվեցին, նրանց մեջ նոր հասկացողություն կար։ Կանոնները փոխվել էին։ Հաջորդ օրերին հարաբերությունները բնականon զարգացան։ Դասերը շարունակվում էին, բայց այժմ դրանք միահյուսվում էին ինքնաբուխ քնքշության պահերով։ Էդուարդը սկսեց քնքուշ գրություններ թողնել տանը։ Պարզ հաղորդագրություններ, ինչպիսիք են «Շնորհակալություն սուրճի համար», «Հիանալի էր» կամ «Քո ժպիտը լուսավորեց օրս»։ Մարիամն իր հերթին սկսեց էլ ավելի մեծ սիրով պատրաստել նրա սիրած ուտեստները, ընտրել ծաղիկներ, որոնք գիտեր, որ նրան դուր են գալիս, թողնել փոքր նշաններ, որ ինքն էլ է մտածում նրա մասին։ Մի երեկո, ընթրիքից հետո, նրանք կրկին պատշգամբում էին։ Երկինքը պարզ էր, լի աստղերով, որոնք հազվադեպ էին տեսանելի աղտոտված երանում, բայց այդ գիշեր կարծես հատուկ իրենց համար էին փայլում։ Մարիամ, կարող եմ քեզ մի հարց տալ, Էդուարդը խախտեց նրանց մեջ հաստատված հարմարավետ լռությունը։ Իհարկե։ Ինչպես ես իմանում, երբ սիրում ես մեկին։ Այսինքն, իսկապես։ Ինչպես ես տարբերում գիրքը սիրուց, երախտագիտությունը իրական զգացմունքից։ Նա մի պահ մտածեց, նայելով աստղերին։ Կարծում եմ, իսկական սերն այն է, երբ դու մարդու լավն ես ուզում, նույնիսկ եթե դա քեզ չի ներառում։ Այն է, երբ քեզ հուզում են նրա երազանքները, նրա երջանկությունը, նրա աճը։ Գիրքը ուժեղ կրակ է, որն արագ է այրվում։ Սերը մարմանդ կրակ է, որը երկար է տաքացնում։ Իսկ երախտագիտության մասին դա գեղեցիկ զգացմունք է, բայց այն չի ստիպում քո սրտին արագ բաբախել, երբ մարդը սենյակ է մտնում, չի ստիպում քեզ մենակ ժպտալ, հիշելով նրա ասած ինչ-որ բան, չի ստիպում քեզ ավելի լավ մարդ դառնալ, պարզապես նրան արժանի լինելու համար։ Էդուարդը շրջվեց, նրան նայելու։ Ուրեմն այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, սեր է։ Որովհետև սիրտս արագ է բաբախում, երբ դու սենյակ ես մտնում։ Որովհետև ես մենակ ժպտում եմ հանդիպումների կեսին, հիշելով քո ասած ինչ-որ բան։ Որովհետև ես արթնանում եմ, ցանկանալով ավելի լավը լինել, քեզ արժանի լինելու համար։ Մարիամը զգաց, որ աչքերը լցվում են արցունքով։ Ոչ ոք երբեք այդպես չէր խոսել իր հետ։ Ոչ ոք երբեք նրան այսքան յուրահատուկ, այսքան տեսանելի, այսքան կարևոր չէր ստիպել զգալ։ Էդուարդ, ես էլ եմ դա զգում։ Եվ ինձ վախեցնում է, որովհետև երբեք նախկինում չեմ զգացել։ Ես միշտ եղել եմ խնամողը, նա, ով տալիս է, առանց ստանալու ակնկալիքի։ Իսկ հիմա դու կաս, ցանկանալով ինձ տալ, ցանկանալով ինձ խնամել, ցանկանալով ինձ երջանիկ դարձնել։ Չգիտեմ, ինչպես վարվել դրա հետ։ Նա բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ, անսահման քնքշությամբ։ Ուրեմն եք միասին սովորենք։ Դու ինձ այնքան շատ բան սովորեցրիր, հիմա թույլ տուր ես քեզ սովորեցնեմ ստանալ։ Ընդունել սիրված լինելը։ Հասկանալ, որ դու արժանի ես այն ամեն լավին, ինչ կյանքը կարող է առաջարկել։ Մի արցունք գլորվեց նրա դեմքով, Էդուարդը սրբեց այն բութ մատով։ Կարող եմ քեզ համբուրել, Մարիամ։ Հարցը դուրս եկավ շշուկով, լի հարգանքով ցանկությամբ։ Մարիամը զգաց, որ աշխարհը կանգ է առել։ Դա վճռորոշ պահն էր, վերջնական ընտրությունը, մնալ անվտանգ հեռավորության վրա, թե գլխովին սուզվել անհայտի մեջ։ Կարող ես, պատասխանեց նա, ձայնը դողալով հուզմունքից։ Էդուարդը դանդաղ մոտեցավ, նրան ժամանակ տալով փոխել միտքը, հետ քայլ անել, եթե ցանկանա։ Բայց նա հետ քայլ չարեց։ Երբ նրա շուրթերը դիպան իրենին, կարծես երկնքի բոլոր աստղերը պայթեցին լույսով։ Համբույրը սկսվեց ամաչկոտ, տատանվող, բայց շուտով խորացավ, լի կուտակված բոլոր զգացմունքներով, բոլոր զրույցներով, բոլոր խոստովանություններով, բոլոր ջերմությամբ, որն աճել էր նրանց մեջ։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչակտուր էին, աչքերը փայլում էին, սրտերը անհավասար բաբախում։ Սա, սկսեց Էդուարդը, բայց չկարողացավ ավարտել նախադասությունը։ Իրական էր, ավարտեց Մարիամը։ Սա իրական էր։ Նրանք ժպտացին միմյանց, կարծես ամբողջ աշխարհը վերադասավորվեց այդ պահի շուրջ։ Ոչինչ այլս նախկինի պես չէր լինի։ Նրանք վերջնականապես հատել էին գիծը, այլս չէին կարող ծածնել, թե պարզապես տեր ու սպասուհի են, ուսուցիչ ու աշակերտ։ Նրանք երկու մարդ էին, ովքեր հանդիպել էին խոցելիության մեջ, ընտրել էին միմյանց սիրո մեջ։ Այդ գիշերվանից հարաբերությունները լիովին փոխվեցին։ Դասերը շարունակվում էին, բայց այժմ դրանք ընդմիջվում էին միջանցքում գողացված համբույրներով, խոհանոցում երկարատ գրկախառնություններով, ընթրիքի ժամանակ սեղանի տակ ձեռք ձեռքի տված լինելով։ Էդուարդը սովորեց հպման, ներկայության, մշտական քնքշության լեզուն։
Իսկ Մարիամը սովորեց ստանալ, թույլ տալ իրեն սիրված լինել, ընդունել, որ արժանի է դրան։ Նրանք սկսեցին ամեն երեկո միասին ընթրել, այլևս ոչ թե որպես տեր ու սպասուհի, այլ որպես երկու հավասարներ, որոնք կիսում են օրը։ Էդուարդը պատմում էր աշխատանքի մասին, բայց այժմ հուզմունքով, ոչ թե պարզապես փաստերով։ Խոսում էր, թե ինչպես է իրեն զգացել հանդիպման ժամանակ, իր անհանգստությունների, իր հաղթանակների մասին։ Իսկ Մարիամը նույնպես կիսվում էր իր օրերի մասին, եղբոր հետ զրույցի, ապագայի պլանների, իր վախերի հույսերի մասին։ Այդ երեկոներից մեկում, հատկապես համեղ ընթրիքից հետո, որը Մարիամն էր պատրաստել, նրանք հյուրասենյակում էին նստած բազմոցին, Մարիամը հենված նրան, գլուխը նրա ուսին, մատները միահյուսված։ «Գիտես, այսօր ինչ էի մտածում», ասաց Էդուարդը մեղմ ձայնով, «որ կյանքումս առաջին անգամ հասկանում եմ տուն բառի իմաստը։ Դա տան չափի մասին չէ, չքեղության մասին չէ, թանկարժեք իրեր ունենալու մասին չէ։ Դա մեկին ունենալու մասին է, ով սպասում է քեզ, մեկին ունենալու, ում պատմես քո օրվա մասին, ընդունված զգալու մասին է»։ Մարիամը սեղմեց նրա ձեռքը։ «Դու էլ ես իմ տունը դարձել, Էդուարդ։ Այս տունն այլևս միայն իմ աշխատանքը չէ։ Դարձել է այն վայրը, որտեղ ես ուզում եմ լինել, որտեղ ինձ լիարժեք եմ զգում»։ Նա համբուրեց նրա գլխի կատարը, նրանք այդպես մնացին հարմարավետ լռության մեջ, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը։ Բայց օրերի ընթացքում նրանց միջ լարվածությունն աճում էր։ Համբույրներն ավելի լարված էին դառնում, գրկախառնություններն ավելի երկար, ցանկությունն ավելի շոշափելի։ Անհերքելի ֆիզիկական ձգողություն կար, բայց երկուսն էլ տատանվում էին հաջորդ քայլն անել։ Մարիամը, որովհետև դեռ վախենում էր, թե դա ուր կարող է տանել։ Էդուարդը, որովհետև չէր ուզում, որ նա իրեն ճնշված կամ անհարմար զգա։ Մինչ որ մի ուրբաթ երեկո, Էդուարդի համար հատկապես դժվար շաբաթից հետո, ամեն ինչ փոխվեց։ Նա ճգնաժամ էր հաղթահարել ընկերությունում, բոլոր կողմերից ճնշումների էր ենթարկվել, երբ տուն հասավ, հուզականորեն ուժասպառ էր։ Մարիամն անմիջապես նկատեց։ Թեթ ընթրիք պատրաստեց, մեղմ երաժշտություն միացրեց, հետո ուղեկցեց նրան հյուրասենյակ։ «Արի այստեղ, նստիր»։ Նա ստիպեց նրան նստել բազմոցին, կանգնեց նրա հետում, մերսելով լարված ուսերը։ Էդուարդը փակեց աչքերը, թույլ տալով, որ նրա հպումը թուլացնի ոչ միայն մկանները, այլ միտքը։ «Դու հրաշք ես իմ կյանքում, Մարիամ։ Ես չգիտեմ, ինչով եմ արժանացել քեզ։ Դու բացվեցիր։ Դու խոցելի էիր։ Դու խիզախություն ունեցար օգնություն խնդրելու փոխվելու։ Դա քիչ բան չէ»։ Նա բռնեց նրա ձեռքը, քաշելով, որպեսզի Մարիամը նստի իր կողքին բազմոցին։ Նայեց խորը նրա աչքերի մեջ, այն, ինչ նա տեսավ այնտեղ, ցանկություն էր, այո, բայց նա սեր, հարգանք, հիացմունք։ «Մարիամ, ես գիտեմ, որ մենք դանդաղ ենք գնում, ես դա լիովին հարգում եմ։ Բայց ես պետք է, որ դու իմանաս, որ այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, շատ ավելին է, քան ֆիզիկականը։ Ես քեզ ցանկանում եմ, իհարկե ցանկանում եմ, բայց նա հիանում եմ քեզնով, հարգում եմ քեզ, սիրում եմ քեզ այնպես, ինչպես երբեք ոչ ոքի չեմ սիրել»։ Նա զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Քնքշորեն դիպավ նրա դեմքին։ «Ես էլ եմ քեզ սիրում, Էդուարդ։ Եվ ես այլևս դանդաղ չեմ ուզում գնալ։ Ես ուզում եմ քեզ հետ լինել, ամբողջությամբ։ Առանց վախի, առանց տատանումների։ Ես վստահում եմ քեզ, ես վստահում եմ այս սիրուն»։ Նրա աչքերը փայլեցին հուզմունքից, ցանկությունից։ Նա քաշեց նրան համբույրի, որը տարբերվում էր բոլոր նախորդներից։ Դա խոստումով, նվիրումով, լիակատար հանձնվելով լի համբույր էր։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ գիտեին, թե ինչ է հաջորդելու։ Էդուարդը վեր կացավ, մեկնեց ձեռքը նրան։ «Արի ինձ հետ»։ Մարիամը բռնեց նրա ձեռքը, վեր կացավ։ Նա ուղեկցեց նրան աստիճաններով վեր, դեպի գլխավոր ննջասենյակ, մի վայր, որտեղ նա ամեն օր մտնում էր հավաքելու, բայց որն այդ գիշեր բոլորովին այլ նշանակություն կունենար։ Սենյակը լցված էր լուսնի մեղմ լույսով, որը ներս էր թափանցում լայն պատուհանից։ Էդուարդը շրջվեց դեպի նրան, այնտեղ տատանում կար մի վերջին հնարավորություն, որպեսզի նա հետ քայլ անի, եթե ցանկանա։ «Վստահ ես»՝ հարցրեց նա, ձայնը խռպոտ հուզմունքից։ «Վստահ եմ։ Վստահ եմ, որ սա է այն, ինչ ես ուզում եմ, որ դու ես այն, ում ես ուզում եմ»։ Դա այն ամենն էր, ինչ նա պետք է լսեր։ Հաջորդած համբույրը հուզիչ էր։ Նրա ձեռքերը զգուշությամբ, հարգանքով ուսումնասիրում էին, միշտ ուշադիր լինելով նրա արձագանքներին։
Նրա ձեռքերը հայտնաբերում էին Էդուարդի մարմինը ամաչկոտության ցանկության խառնուրդով։ Երբ վերջապես նրանք հանձնվեցին միմյանց, դա զգուշությամբ էր, քնքշությամբ, բայց նա մի կրքով, որը զսպվել էր շաբաթներ շարունակ։ Դա պարզապես ֆիզիկական հանդիպում չէր։ Դա երկու հոգիների միացում էր, ովքեր հանդիպել էին խոցելիության մեջ, ընտրել էին միմյանց լիովին սիրել։ Էդուարդը դիպչում էր նրան, կարծես նա աշխարհի ամենաթանկ բանը լիներ, իսկ Մարիամը հանձնվում էր, իմանալով, որ իրեն տեսնում են, գնահատում են, իսկապես սիրում են։ Յուրաքանչյուր հպում լուր հայտարարություն էր, յուրաքանչյուր համբույր խոստում, յուրաքանչյուր պահ մի բանի կառուցում, որն ավելի մեծ էր, քան նրանցից որը մեկը երբեք զգացել էր։ Երբ գիշերը հասավ իր գագաթնակետին, նրանք լիովին տրվեցին միմյանց, կարծես դրսի աշխարհը դադարեց գոյություն ունենալուց։ Միայն իրենք երկուսն էին, միահյուսված, միասին շնչող, նույն ռիթմով բաբախող սրտերով։ Այդ գիշերը նշանավորեց մի մտերմիկ կյանքի սկիզբ, որը Էդուարդը երբեք չէր պատկերացրել ապրել, որը Մարիամը երբեք չէր համարձակվել երազել։ Հետո գրկախառնված պառկած, ծածկված միայն թեթ սավանով, նրանք ցածրաձայն զրուցում էին սենյակի կիսախավարում։ «Կյանքումս առաջին անգամ ես ինձ տանն եմ զգում», ասաց Էդուարդը, համբուրելով նրա ճակատը։ «Տունը չէ, որ ինձ այդպես է ստիպում զգալ։ Դու ես իմ տունը»։ Մարիամը ժպտաց, աչքերը փայլելով երջանկությունից։ «Իսկ դու իմը։ Ես այնքան երկար ժամանակ խնամել եմ ուրիշներին, տներ կառուցել ուրիշների համար, որ մոռացել եմ իմը կառուցել։ Բայց այստեղ, քո գրկում, ես ինձ տանն եմ զգում»։ Նրանք այդպես քնեցին, միահյուսված, երկար ժամանակ անց առաջին անգամ երկուսն էլ հանգիստ երազներ տեսան, օրորված այն վստահությամբ, որ գտել են մի հազվագյուտ թանկ բան։ Առավոտյան Էդուարդն ավելի շուտ արթնացավ։ Մնաց այնտեղ, պարզապես դիտելով Մարիամի քունը, մազերը փռված բարձին, դեմքը խաղաղ, շնչառությունը մեղմ։ Նա գեղեցիկ էր, ոչ այն մակերեսային ձով, որին նա սովոր էր տեսնել իր շրջապատի կանանց մոտ։ Դա մի գեղեցկություն էր, որը գալիս էր ներսից, որը ճառագում էր բարություն, ուժ սեր։ Երբ նա բացեց աչքերը, տեսավ, որ Էդուարդը նայում է իրեն, ժպտաց. «Բարի լույս, սիրելիս»։ Նա քաշեց նրան ավելի մոտ, նրբորեն համբուրելով. «Լավ քնեցիր։ Ավելի լավ, քան երբե։ Իսկ դու»։ Ես արթնացա, ինձ կյանքումս առաջին անգամ լիարժեք զգալով։ Նրանք որոշ ժամանակ մնացին անկողնում, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը, նախաճաշի պլաններ կազմելով, հիմարություններից ծիծաղելով, լինելով պարզապես երկու սիրահարված մարդ, առանց հոգսերի։ Բայց իրականությունը, ի վերջո, իրեն զգացնել տվեց։ Շաբաթ էր, Մարիամը տեխնիկապես շաբաթ օրերին չէր աշխատում, բայց եկել էր, որովհետև ուզում էր Էդուարդի հետ լինել։ «Ես պետք է գնամ», դժկամությամբ ասաց նա։ «Եղբայրս երի ինձ է սպասում ճաշի»։ Էդուարդը կնճռոտեց ճակատը։ «Ես ուզում եմ ծանոթանալ քո եղբոր հետ։ Ուզում եմ ծանոթանալ քո կյանքի կարևոր մարդկանց հետ»։ Մարիամը զարմացավ։ Դաս մեկ նշան էր, որ սա իրական է, որ Էդուարդը պատրաստ է նա իր աշխարհի մի մասը դառնալ, ոչ թե պարզապես սպասել, որ ինքը տեղավորվի նրա աշխարհում։ Վստահ ես։ Նա կարող է շատ պաշտպանողական լինել։ Վստահ եմ։ Եթե նա կարող է քեզ համար, նա կարող է ինձ համար։ Նա քնքշորեն համբուրեց Էդուարդին։ Դու իսկապես փոխվել ես, գիտես։ Այն մարդը, ով ինձ խնդրեց սովորեցնել իրեն սիրել, երբեք սա չէր ասի։ Որովհետև դու ինձ լավ սովորեցրիր։ Սովորեցրիր, որ սերը կյանքերը միավորելու մասին է, ոչ թե պարզապես մեկուսացված պահերի։ Նրանք հագնվեցին, միասին նախաճաշեցին խոհանոցում, ինչպես սովորական զույգ, դա ամենաբնական բանը թվաց աշխարհում։ Էդուարդը պնդեց, որ ինքը նրան տանի մինչ եղբոր տունը Մալաթիա Սեբաստիայում, ճանապարհին, մեքենայի նստարանին ձեռք ձեռքի տված, պլանավորեցին, թե երբ նա կգա ծանոթանալու Լոնի հետ։ Հաջորդ շաբաթներին նրանք ապրում էին երջանկության պղպջակի մեջ։ Շարունակում էին հարաբերությունները գաղտնի պահել, հիմնականում որովհետև վստահ չէին, թե աշխարհն ինչպես կարձագանքի, բայց նրանց միջ այլս ոչ մի խոչընդոտ չկար։ Էդուարդը սովորեց ներկա լինել այնպիսի ձերով, որոնք երբեք չէր պատկերացրել։ Օրվա ընթացքում հաղորդագրություններ էր ուղարկում, պարզապես հարցնելու, թե ինչպես է նա։ Տուն էր գալիս փոքր նվերներով, ոչ թանկ կամ շքեղ, այլ բաներ, որոնք գիտեր, որ նրան դուր կգան։ Մի գիրք, որը նա նշել էր, որ ուզում է կարդալ։ Մի բույսի տնկի այգու համար, որը նա այնքան սիրով էր խնամում։
մի շոկոլադ, որը նա սիրում էր։ Իսկ Մարիամն իր հերթին շարունակում էր այդ առանձնատունը վերածել իսկական տան։ Բայց այժմ դա այլևս աշխատանք չէր։ Սեր էր։ Յուրաքանչյուր պատրաստած ուտեստ արվում էր նրան երջանիկ դարձնելու մտքով։ Յուրաքանչյուր ծաղկեփունջ ընտրվում էր, իմանալով, որ նա կանգ կառնի կհիանա դրանով։ Ամեն անգամ, երբ տունն էր հավաքում, դա այն պատճառով էր, որ ուզում էր հարմարավետ միջավայր ստեղծել երկուսի համար։ Նրանք սկսեցին ունենալ իրենց սեփական ավանդույթները։ Ուրբաթ երեկոները հատուկ ընթրիքի երեկոներ էին, երբ գեղեցիկ հագնվում էին, մոմեր վառում ծածնում, թե շքեղ ռեստորանում են, բայց այն առավելությամբ, որ մենակ էին կարող էին լիովին իրենց լինել։ Կիրակի առավոտները անկողնում նախաճաշելու օրեր էին, երբ Էդուարդը զարմացնում էր Մարիամին, պատրաստելով սուրճը բերելով նրա համար։ Նա լավագույն խոհարարը չէր, այրում էր տոստերը չափազանց թունդ սուրճ էր պատրաստում, բայց Մարիամը սիրում էր դրա յուրաքանչյուր վայրկյանը, որովհետև գիտեր, որ դա սիրով է արված։ Էդուարդը նա սկսեց ավելի շատ բացվել հուզականորեն։ Լաց եղավ նրա գրկում, խոսելով ծնողների հետ հեռու հարաբերությունների մասին։ Խոստովանեց վախեր, բավականաչափ լավը չլինելու մասին։ Կիսվեց երազանքներով, որոնք վաղուց թաղել էր։ Իսկ Մարիամն այնտեղ էր, լսում էր, աջակցում, սիրում նրա յուրաքանչյուր տարբերակը, այդ թվում անկատարները։ Մի երեկո, պատշգամբում աստղերի տակ պառկած, կիսելով մի շիշ գինի, Էդուարդն ասաց. «Գիտես, որ դու լիովին փոխել ես իմ կյանքը, չէ՞։ Դու էլ ես իմը փոխել։ Քեզնից առաջ ես գոյություն ունեի։ Հիմա ես ապրում եմ»։ Նա շրջվեց, նրան նայելու, աչքերը լուրջ։ «Մարիամ, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ սա ինձ համար կատակ չէ։ Սա փուլ չէ, անցողիկ բան չէ։ Ես քեզ իսկապես սիրում եմ, ուզում եմ կյանք կառուցել քեզ հետ»։ Նա զգաց, որ աչքերը այրվում են։ Նույնիսկ իմանալով, որ աշխարհը կդատի, որ մարդիկ կխոսեն, թող խոսեն։ Ես ամբողջ կյանքս մտահոգվել եմ, թե ուրիշներն ինչ կմտածեն, կերպար եմ կառուցել, արտաքին տեսք պահպանել։ Եվ դժբախտ էի։ Հիմա ես քեզ ունեմ, իսկական սեր ունեմ, դա ավելին արժե, քան ցանկացած կարծիք։ Մարիամը համբուրեց նրան, համբույրի մեջ դնելով իր ողջ սերը։ Սկսում էր հավատալ, որ գուցե, միայն գուցե, այս հեքիաթը կարող է երջանիկ ավարտ ունենալ։ Բայց խորքում վախի մի փոքրիկ ձայն դեռ շշնջում էր։ Նրանց աշխարհների միջ տարբերությունն իրական էր։ Եվ ինչ-որ պահի նրանք պետք է դրան դիմակայեին։ Առայժմ, սակայն, նրանք ընտրում էին ապրել ներկայով, սիրել ուժգին, կառուցել, օրեցօր, մի պատմություն, որն անհնարին էր թվում, բայց ավելի իրական էր, քան այն ամենը, ինչ նրանք երբեք ապրել էին։ Երջանկությունը մի յուրահատուկ ձունի մեզ ստիպելու մոռանալ, որ դրսի աշխարհը շարունակում է պտտվել։ Էդուարդն ու Մարիամը մի առանձին տիեզերք էին կառուցել կենտրոնի այդ առանձնատան ներսում, որտեղ տարբերությունները նշանակություն չունեին, որտեղ տիտղոսներ գոյություն չունեին, որտեղ նրանք պարզապես երկու սրտեր էին, որոնք ընտրել էին միմյանց։ Բայց իրականությունը, ինչպես միշտ պատահում է, պատրաստվում էր ուժգին թակել դուռը։ Մի երեքշաբթի առավոտ էր, երբ ամեն ինչ սկսեց փլուզվել։ Մարիամը հավաքում էր հյուրասենյակը, փոշին մաքրում կահույքից, երբ գտավ մի գործնական ամսագիր, մոռացված սուրճի սեղանիկի վրա։ Կազմն անմիջապես գրավեց նրա ուշադրությունը։ Այնտեղ Էդուարդն էր, լուսանկարված անթերի կոստյումով, ձեռքերը խաչած, դեմքին լուրջ վստահ արտահայտություն, իսկ կողքին մեծ տառերով վերնագիր։ Էդուարդ Կարապետյան, անդադար աճող մագնատը։ Երանի ամենահաջողակ գործարարի գաղտնիքները։ Մարիամի սիրտը տարօրինակ կերպով սկսեց բաբախել։ Նա գիտեր, որ Էդուարդը հարուստ է, իհարկե, բայց երբեք չէր կանգնել դրա իրական մասշտաբները գիտակցելու համար։ Նա նստեց բազմոցին թեթակի դողացող ձեռքերով սկսեց թերթել ամսագիրը։ Էջ առ էջ ցուցադրում էր նրա կայսրությունը։ Գրասենյակային շենքեր, շքեղ բնակելի համալիրներ, արտրի կենտրոններ։ Նրա կարողությունը գնահատվում էր այնպիսի թվերով, որոնք նա դժվարությամբ էր հասկանում։ Նկարներ նրանից հասարակական միջոցառումներին, միշտ շրջապատված էլեգանտ, հզոր, ազդեցիկ մարդկանցով։ Հիշատակում կար նրա անձնական կյանքի մասին։ Քաղաքի ամենացանկալի ամուրի գործարարը։ Հին լուսանկարներ մոդելների, դերասանուհիների, բարձրաշխարհիկ տիկնանց հետ։ Շլացուցիչ կանայք, միշտ անթերի հագնված, միշտ նրա աշխարհից։ Եվ այդ ժամանակ Մարիամը նայեց իրեն։ Հասարակ գոգնոցը, աշխատանքից կոշտացած ձեռքերը, կարճ առանց լաքի եղունգները։
Ով էր ինքը, համեմատության մեջ։ Հենց այդ պահին նա տեսավ ծրարը, որն ընկել էր ամսագրի միջից։ Զգուշությամբ վերցրեց այն կարդաց ոսկեգույն մշակված հրավերը։ Դա բարեգործական գալա ընթրիքի հրավեր էր Երանի ամենաշխեղ հյուրանոցում, 2 շաբաթից։ Միջոցառում, որտեղ ներկա էին լինելու գործարարներ, քաղաքական գործիչներ, հայտնի դեմքեր։ Եվ կար ձեռագիր նշում Էդուարդի օգնականներից մեկի կողմից։ Հաստատել ներկայությունը ուղեկցորդի հետ։ Ակնկալում ենք միջոցառմանը համապատասխան տիկնոջ ընտրություն։ Միջոցառմանը համապատասխան։ Այս բառերն արձագանքեցին Մարիամի մտքում զանգի պես։ Ինքը համապատասխան չէր։ Երբեք չէր լինի։ Ինչպես էր այդքան միամիտ եղել, մտածելով, որ սա կարող է ստացվել։ Որ այդ աշխարհի տղամարդը կարող է իսկապես կյանք կառուցել իր հետ։ Արցունքները սկսեցին հոսել, նախքան նա կկարողանար զսպել դրանք։ Երազանքների ամբողջ ամրոցը, որը նրանք միասին կառուցել էին, սկսեց փլուզվել նրա աչքի առաջ։ Նա իրեն տեսավ այդ միջոցառման կենտրոնում, իր միակ լավ զգեստով, որը գնել էր զեղչով 3 տարի առաջ, շրջապատված դիզայներական զգեստներով, թանկարժեք զարդերով կանանցով, որոնք զրուցում էին թեմաներից, որոնք ինքը նույնիսկ չէր հասկանում։ Տեսավ դատապարտող հայացքները, շշուկները, նվաստացումը։ Եվ ամենավատը, տեսավ, թե ինչպես է Էդուարդը հասկանում, որ ինքը չի համապատասխանում, որ սխալ է արել, որ պետք է իր մակարդակի մեկի հետ լիներ։ Տեսավ, թե ինչպես է սերը վերածվում անհարմարության, զղջման, խղճահարության։ Այլս չկարողացավ մնալ այդ սենյակում։ Վազեց դեպի խոհանոց, միակ վայրը, որտեղ միշտ իրեն անվտանգ էր զգացել, ընկավ աթոռին, հեկեկալով։ Ինչպես էր այդքան հիմար եղել։ Ինչպես էր հավատացել, որ սերը կարող է հաղթահարել այսքան մեծ խոչընդոտներ։ Ինքը սպասուհին էր։ Նա միլիոնատերը։ Այդպես էր աշխարհը նրանց տեսնում, այդպես միշտ կլիներ։ Երբ Էդուարդը եկավ այդ երեկո, անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Մարիամը խոհանոցում էր, բայց նրան չողջունեց սովորական ժպիտով։ Չվազեց նրան գրկելու, ինչպես արել էր վերջին օրերին։ Նա կաշկանդված էր, հեռու, աչքերը կարմրած լաց լինելուց։ Մարիամ, ի՞նչ է պատահել։ Լավ ես։ Լավ եմ, պարոն Էդուարդ։ Ընթրիքը պատրաստ է։ Կթողնեմ ճաշասենյակում։ Պաշտոնական դիմելածը ռումբի պես ընկավ նրանց միջ։ Պարոն Էդուարդ։ Արդեն շաբաթներ էին, ինչ նա այդպես չէր դիմել իրեն։ Ինչու ես ինձ այդպես դիմում։ Ես ինչ եմ արել։ Նա չպատասխանեց, պարզապես վերցրեց ամանները, սկսեց տանել ճաշասենյակ։ Էդուարդը հետեց նրան, գնալով ավելի անհանգստանալով։ Մարիամ, խնդրում եմ, խոսիր ինձ հետ։ Ինչ է պատահել։ Հենց այդ պահին նա տեսավ բաց ամսագիրը սենյակի պահարանի վրա, ոսկեգույն հրավերի հետ միասին։ Անմիջապես ամեն ինչ հասկացավ։ Փակեց աչքերը, անիծելով ինքն իրեն այդքան անուշադիր լինելու, այդ իրերը չպահելու, նրան չնախապատրաստելու համար այն ամենին, ինչ նշանակում էր իր հետ լինելը։ Սրա պատճառով է, նա վերցրեց ամսագիրն ու հրավերը։ Մարիամը վերջապես նայեց նրան, այդ աչքերում այնքան ցավ կար, որ նա զգաց, թե ինչպես սիրտը կտոր-կտոր եղավ։ Դու հանրային մարդ ես, Էդուարդ։ Կարոր գործարար։ Իսկ ես քո սպասուհին եմ։ Ինչպես ես սա առաջ չեմ տեսել։ Ինչպես եմ այդքան միամիտ եղել, մտածելով, որ մենք կարող ենք պարզապես անտեսել այս իրականությունը։ Մենք ոչինչ չենք անտեսում։ Ես միշտ իմացել եմ, թե ով ես դու, միշտ իմացել եմ, թե ով եմ ես։ Դա երբեք ինձ համար նշանակություն չի ունեցել։ Բայց աշխարհի համար ունի։ Նա բարձրացրեց ձայնը, դա առաջին անգամն էր, որ այդպես էր անում։ Նշանակություն ունի այն մարդկանց համար, ովքեր լինելու են այդ ընթրիքին, քո գործընկերների, հասարակության համար։ Տեսար, ինչ է գրված այնտեղ։ Միջոցառմանը համապատասխան տիկին։ Ես համապատասխան չեմ, Էդուարդ։ Ես երբեք չեմ լինի։ Դա անհեթեթություն է։ Դու ավելին արժես, քան այնտեղ լինող կանանցից ցանկացածը։ Քեզ համար, գուցե։ Բայց նրանց համար։ Ես երեկոյի ծաղրի առարկան կլինեմ։ Սպասուհին, որը մտածեց, թե կարող է արքայադուստր դառնալ։ Եվ դու կհասկանաս, որ ես չեմ համապատասխանում, որ ես չգիտեմ, ինչպես պահել ինձ այդ աշխարհում, որ ես չգիտեմ, ինչի մասին խոսել այդ մարդկանց հետ։ Եվ կզղջաս։
Էդուարդը փորձեց մոտենալ, բայց նա մի քայլ հետ արեց։ Ես երբեք չեմ զղջա քեզ սիրելու համար։ Կզղջաս։ Գուցե ոչ այսօր, գուցե ոչ վաղը, բայց կզղջաս։ Եվ ես չեմ կարող սպասել այդ օրվան։ Նախընտրում եմ հիմա վերջ տալ, քանի դեռ լավ հիշողություններ ունենք, քան տեսնել, թե ինչպես ես դու քիչ-քիչ հեռանում, հասկանալով, որ սխալ ես գործել։ Մարիամ, դու անտրամաբանական ես։ Թույլ ես տալիս, որ վախը քո փոխարեն խոսի։ Դա վախ չէ, Էդուարդ։ Դա իրականություն է։ Ես ամբողջ կյանքս իմացել եմ իմ տեղը։ Իմացել եմ, որ կան աշխարհներ, որոնք ինձ համար չեն։ Եվ մի քանի շաբաթ ես ինձ թույլ տվեցի երազել։ Բայց երազանքներն ավարտվում են։ Եվ մենք պետք է արթնանանք։ Ուրեմն դու հանձնվում ես։ Այդպես, առանց պայքարելու։ Առանց ինձ հնարավորություն տալու ապացուցել, որ դու սխալվում ես։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին նրա դեմքով։ Ես չեմ հանձնվում։ Ես իրատես եմ։ Եվ խորքում դու էլ գիտես, որ ես ճիշտ եմ։ Քեզ պետք է մեկը, ով գիտի ինչպես շարժվել քո աշխարհում, ով քեզ հանրության առաջ չի ամաչեցնի, ով հարմար է քո կողքին լինելու այդ միջոցառումներին։ Դու երբեք ինձ չես ամաչեցնի։ Դու ամենաանհավանական մարդն ես, ում երբե հանդիպել եմ։ Բայց նա արդեն իր որոշումը կայացրել էր։ Պատ էր կառուցել սրտի շուրջ, թույլ չէր տալու, որ նա քանդի այն։ Կարծում եմ, ավելի լավ է վերադառնանք մեր նախկին հարաբերություններին։ Ես սպասուհին եմ, դու՝ տերը։ Այդպես ավելի պարզ է։ Ավելի անվտանգ։ Անվտանգ ո՞մ համար։ Քեզ համար, որ թաքնվում ես վախի հետում։ Թե՞ ինձ համար, որ պետք է ձացնեմ, թե քեզ չեմ սիրում։ Երկուսիս համար էլ։ Որովհետև երբ սա փլուզվի, իսկ դա կփլուզվի, ավելի քիչ կցավի։ Էդուարդը զգաց, թե ինչպես է զայրույթն աճում ոչ թե նրա հանդեպ, այլ իրավիճակի անարդարության աշխարհի հանդեպ, որը ստեղծում է այս անդունդները մարդկանց մեջ։ Գիտես, որ ես կարող եմ այդ ընթրիքին մենակ գնալ, չէ՞։ Որ նույնիսկ կարիք չունեմ ոչ ոքի տանելու։ Իսկ հաջորդ անգամ։ Իսկ մյուս։ Դու կապրես, թաքցնելով այն, ինչ զգում ես, ամաչելով ինձ հետ լինելուց։ Ես երբեք քեզնից չեմ ամաչի։ Բայց ես ինձնից կամաչեմ։ Ամեն անգամ, երբ քո կողքին լինեմ, կիմանամ, որ մարդիկ դատում են, մտածում, որ ես շահամոլ եմ, որ քեզ հետ եմ փողի համար, որ բավականաչափ լավը չեմ։ Եվ ես չեմ կարող այդ բեռը կրել։ Հաստատված լռությունը ծանր էր, խեղդող։ Էդուարդը հասկացավ, որ կորցնում է նրան, չգիտեր ինչպես կանխել դա։ Բոլոր բառերը, որոնք գալիս էին մտքին, անպատշաճ, անբավարար էին թվում։ Մարիամ, խնդրում եմ։ Մի արա դա։ Մենք կարող ենք մի ճանապարհ գտնել։ Ճանապարհ չկա, Էդուարդ։ Կան իրականություններ, որոնք մենք չենք կարող փոխել։ Եվ իրականությունն այն է, որ մենք տարբեր աշխարհներից ենք։ Ուրեմն այն, ինչ դու զգում էիր իմ հանդեպ, իրական չէր։ Ամեն ինչ սուտ էր։ Նա փակեց աչքերը, ցավը ֆիզիկական էր։ Իրական էր։ Գուցե չափազանց իրական։ Բայց երբեմն սերը բավարար չէ։ Նա զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Ինչպես կարող էր այն կինը, ով իրեն սովորեցրել էր ամեն ինչ սիրո մասին, այժմ ասել, որ սերը բավարար չէ։ Ես դա չեմ ընդունում։ Ես չեմ ընդունում, որ դու այդպես հանձնվես։ Բայց դու ստիպված կլինես ընդունել։ Որովհետև ես արդեն որոշել եմ։ Եվ դրանով նա վերցրեց հանած գոգնոցը, նորից հագավ այն զրահի պես, վերադարձավ խոհանոց։ Էդուարդը մնաց այնտեղ մենակ ճաշասենյակում, նայելով խնամքով պատրաստված ընթրիքին, այնքան սիրով սպասքադրված սեղանին, զգալով, որ ամեն ինչ փլուզվում է։ Հաջորդ օրերին առանձնատունը նորից դարձավ նախկին դամբարանը։ Մարիամը շուտ էր գալիս, լուռ անում իր գործը գնում, Էդուարդի հետ փոխանակելով միայն խիստ անհրաժեշտ բառեր։ Ուտեստները նորից թողնվում էին սկուտեղների վրա, սառը միայնակ։ Ծաղիկները շարունակում էին հայտնվել սեղանին, բայց այժմ տխուր էին թվում, կարծես նրանք էլ էին զգում այն սիրո բացակայությունը, որը սովորաբար լցնում էր այդ տունը։ Էդուարդը մի քանի անգամ փորձեց խոսել նրա հետ, աղաչեց, փաստարկներ բերեց, խոստացավ, որ կդիմակայի ամեն ինչի, բայց Մարիամը հաստատակամ մնաց իր որոշման մեջ։ Նորից սկսել էր հագնել սպասուհու համազգեստը, վերադարձել էր պաշտոնական դիմելածին, կառուցել էր այնքան բարձր պատ, որ անանցանելի էր թվում։
Գիշերները Էդուարդը մնում էր պատշգամբում, որտեղ նրանք այնքան շատ յուրահատուկ պահեր էին կիսել, նայում էր աստղերին, զգում էր ավելի խորը միայնություն, քան նախկինում։ Որովհետև այժմ նա գիտեր, թե ինչ է սեր ունենալն ու այն կորցնելը։ Գիտեր երջանկության համը, դրանից հետո եկող դատարկությունը։ Մտածեց հանձնվելու, նրա որոշումն ընդունելու առաջ շարժվելու մասին։ Բայց ամեն անգամ, երբ տեսնում էր նրան խոհանոցում, այդ հեռու հայացքով, բայց կարմրած աչքերով, որոնք մատնում էին, որ նա էլ է տառապում, նա գիտեր, որ չի կարող պարզապես թողնել գնալ։ Դա իսկական սեր էր, իսկ իսկական սերը հեշտությամբ չի հանձնվում։ Մի երեկո, բաժանումից 10 օր անց, Էդուարդն այլևս չդիմացավ։ Գնաց խոհանոց, որտեղ Մարիամն ավարտում էր սպասքը լվանալը, առերեսվեց նրա հետ։ Դու դեռ սիրում ես ինձ։ Նա չպատասխանեց, հայացքը հառած լվացարանին։ Պատասխանիր, Մարիամ։ Դու դեռ սիրում ես ինձ։ Դա կարևոր չէ, շշնջաց նա։ Կարևոր է։ Ավելի կարևոր է, քան որևէ այլ բան։ Որովհետև եթե դու դեռ սիրում ես ինձ, մենք կարող ենք մի ճանապարհ գտնել։ Բայց եթե դու այլևս ինձ չես սիրում, ես կհարգեմ, թույլ կտամ, որ գնաս։ Մարիամը վերջապես շրջվեց, նա տեսավ, որ Մարիամը լաց է լինում։ Ես սիրում եմ քեզ։ Իհարկե, սիրում եմ։ Բայց սիրելը բավարար չէ, երբ ամբողջ աշխարհը դավադրություն է կազմակերպում մեր դեմ։ Ուրեմն թույլ տուր ես պայքարեմ մեզ համար։ Թույլ տուր ապացուցեմ, որ մենք կարող ենք միասին դիմակայել այս աշխարհին։ Ինչպե՞ս։ Ինչպե՞ս ես դա անելու, Էդուարդ։ Սպասուհուն ես տանելու գալա ընթրիքին։ Նրան ես ներկայացնելու քո գործընկերներին։ Հրապարակայնորեն ես ընդունելու, որ մեկի հետ ես, ում ամբողջ հասարակությունը կդատի որպես անհամապատասխան։ Այո։ Հենց դա։ Այդ ամենը կանեմ։ Նա գլուխը թափահարեց, անհավատությամբ։ Դու դա հիմա ես ասում, պահի ազդեցության տակ։ Բայց երբ ժամանակը գա, երբ տեսնես հայացքները, երբ սկսվեն մեկնաբանությունները, դու կհասկանաս, որ ես ճիշտ էի։ Երբեք։ Ես երբեք չեմ կարծի, որ դու ճիշտ էիր, հանձնվելով մեզնից։ Էդուարդ, խնդրում եմ։ Մի բարդացրու սա ավելին, քան արդեն կա։ Ես արդեն բավականաչափ տառապել եմ։ Թույլ տուր շարունակեմ իմ կյանքը։ Դա քո կյանքը չէ։ Քո կյանքն այն էր, երբ դու ծիծաղում էիր ինձ հետ, երբ մենք միասին ընթրում էինք, երբ դու քնում էիր իմ գրկում։ Սա, այս պարտադրված հեռավորությունը, սա պարզապես գոյություն ունենալ է։ Իսկ դու դրանից ավելին ես արժանի։ Իսկ դու արժանի ես մեկին, ով քեզ խնդիրներ չի բերի, ով քեզ անհարմարություն չի պատճառի։ Դու երբեք ինձ անհարմարություն չես պատճառել։ Միակ անհարմարությունը, որ ես զգում եմ, այն է, որ ապրում եմ այնքան մակերեսային հասարակության մեջ, որը մարդկանց դատում է կարգավիճակով, ոչ թե բնավորությամբ։ Բայց դա այն հասարակությունն է, որում մենք ապրում ենք։ Եվ մենք չենք կարող փոխել այն։ Գուցե ոչ։ Բայց ես կարող եմ ընտրել չանհանգստանալ դրանով։ Կարող եմ ընտրել սիրել քեզ, չնայած դրան։ Մարիամը սրբեց արցունքները, փորձելով ուշքի գալ։ Ես չեմ կարող դա անել քեզ հետ։ Չեմ կարող թույլ տալ, որ դու ոչնչացնես քո հեղինակությունը, քո գործերը, քո կյանքն իմ պատճառով։ Իմ կյանքն առանց քեզ կյանք չէ։ Դա պարզապես դատարկ օրերի հաջորդականություն է։ Նա փակեց աչքերը, պայքարելով տեղի տալու, նրա գիրկը վերադառնալու, հավատալու ցանկության դեմ, որ կարող են հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Բայց վախն ավելի մեծ էր։ Վախ նվաստացված լինելուց, նրան զղջալից տեսնելուց, նրան ապագայում էլ ավելի ցավոտ կերպով կորցնելուց։ Էդուարդ, ես ուզում եմ, որ դու հարգես իմ որոշումը։ Ինձ դա պետք է։ Նա հասկացավ, որ որքան էլ պայքարի, նա պատրաստ չէ ընդունելու։ Վախը լիովին տիրել էր նրան։ Այսպիսով, կոտրված սրտով, նա մի քայլ հետ արեց։ Լավ։ Ես կհարգեմ։ Բայց ուզում եմ, որ դու իմանաս, որ դա չի փոխում այն, ինչ ես զգում եմ։ Ես կշարունակեմ սիրել քեզ, անկախ այն հեռավորությունից, որը դու կդնես մեր միջ։ Եվ դրանով նա դուրս եկավ խոհանոցից, Մարիամին մենակ թողնելով իր վախերի արցունքների հետ։ Նա հենվեց լվացարանին, հեկեկալով, զգալով, որ ճիշտ բան է արել, նույնիսկ եթե դա ամենասխալն էր թվում։ Պաշտպանում էր երկուսին էլ ապագայում ավելի մեծ ցավից։ Գոնե դա էր կրկնում ինքն իրեն։ Հաջորդ օրերն ամենադժվարն էին։ Առանձնատունը լցված էր տխրությամբ։
Էդուարդն աշխատում էր մինչ ուշ, տանը չլինելու համար, բայց երբ վերադառնում էր, միայնությունն էլ ավելի խեղդող էր։ Մարիամը մեխանիկորեն անում էր իր գործը, բայց այլս կյանք չկար այդ ժեստերի մեջ։ Սեղանին դրված ծաղիկները կարծես ավելի արագ էին թառամում։ Պատրաստած ուտելիքը նույն համը չուներ։ Ուրբաթ օրը, այդ գալա ընթրիքից 5 օր առաջ, Էդուարդը տուն եկավ վճռական։ Ամբողջ շաբաթ մտածել էր, պլանավորել, փորձել գտնել մի ձև Մարիամին հասկացնելու, որ իրենց սերն արժե ցանկացած կին։ Եվ վերջապես պլան ուներ։ Գնաց գրասենյակ, ամբողջ գիշեր զանգեր արեց, նամակներ ուղարկեց, ամեն ինչ կազմակերպեց։ Մարիամը, որը մինչ ուշ մնացել էր որոշ գործեր ավարտելու, լսում էր գրասենյակից եկող ձայները, բայց իրեն թույլ չտվեց հետաքրքրվել։ Այլս իր գործը չէր, թե նա ինչ էր անում։ Երբ այդ գիշեր դուրս եկավ տնից, չգիտեր, որ Էդուարդը պատրաստվում է անել մի բան, որը կփոխեր ամեն ինչ։ Չգիտեր, որ նա կայացրել է իր կյանքի ամենաարմատական որոշումը։ Չգիտեր, որ մի քանի օրից ամբողջ աշխարհը կիմանա իրեն սիրո մասին։ Որովհետև Էդուարդ Կարապետյանը մի բան էր հասկացել։ Եթե Մարիամը վախենում էր աշխարհի դատաստանից, նա դեմ առ դեմ կհանդիպեր այդ աշխարհին։ Ցույց կտար նրան բոլորին, որ իսկական սերը չի թաքնվում, չի ամաչում, չի նահանջում սոցիալական խոչընդոտների առաջ։ Երկուշաբթի առավոտյան Մարիամը, ինչպես միշտ, հասավ առանձնատուն, բայց տարօրինակ շարժ նկատեց։ Փողոցում մեքենաներ էին կայանված, որոշները հեռուստաալիքների լոգոներով։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչ էր կատարվում։ Ներս մտավ խոհանոցով, ինչպես միշտ, հանդիպեց նոր տնտեսուհուն, որին Էդուարդը վարձել էր մի քանի ամիս առաջ, տան մյուս գործերին օգնելու համար։ Ինչ է կատարվում դրսում, հարցրեց Մարիամը։ Տնտեսուհին ուսերը թոթվեց։ Կարծես պարոն Էդուարդը մամուլի ասուլիս է հրավիրել այգում։ Երի ինչ-որ նոր նախագծի մասին է։ Մարիամը տարօրինակ թեթացում զգաց։ Իհարկե, պետք է աշխատանքի մասին լիներ։ Էդուարդը միշտ նոր նախագծերում էր ներգրավված։ Որոշեց շարունակել իր սովորական գործերը, խուսափելով այգուց, որտեղ տեղի էր ունենալու ասուլիսը։ Բայց հետո լսեց նրա ձայնը, ուժեղացված բարձրախոսներով, որն արձագանքում էր տանը։ Եվ չկարողացավ դիմանալ։ Գնաց հյուրասենյակի պատուհանի մոտ, որը նայում էր այգուն, թաքնվեց վարագույրի հետում, դիտելով։ Էդուարդն այնտեղ էր, այգու կենտրոնում, որը նա այնքան սիրով էր խնամում, շրջապատված լրագրողներով, տեսախցիկներով։ Նա անթերի հագնված էր, բայց նրա դեմքին ինչ-որ այլ բան կար։ Մի վճռականություն, մի լարվածություն, որը նա երբեք չէր տեսել։ Բարի օր բոլորին, սկսեց նա, ձայնը հաստատուն պարզ։ Շնորհակալություն իմ հրավերն ընդունելու համար։ Գիտեմ, որ կարող է տարօրինակ թվալ ասուլիս հրավիրել, առանց թեման հայտարարելու, բայց այն, ինչ ես ունեմ ասելու, չափազանց կարևոր է սովորական կերպով վարվելու համար։ Մարիամը կնճռոտեց ճակատը։ Ինչի՞ մասին էր նա խոսում։ Դուք ինձ ճանաչում եք որպես Էդուարդ Կարապետյան, սառը հաշվենկատ գործարար, մարդ, ով աշխատանքը ամեն ինչից վեր է դասում, ով տարված է թվերով, արդյունքներով։ Եվ երկար տարիներ այս նկարագրությունը ճիշտ էր։ Ես հենց այդպիսին էի։ Ներսից դատարկ, նույնիսկ եթե դրսից ամեն ինչ ունեի։ Այգում լռություն տիրեց, բոլորը ուշադիր լսում էին նրա խոսքերը։ Բայց մի քանի ամիս առաջ իմ կյանքում ինչ-որ բան փոխվեց։ Ես սովորեցի, թե ինչ է նշանակում իսկական սերը։ Սովորեցի, թե ինչ է ունենալ մեկին, ով հոգ է տանում քո մասին ոչ թե քո փողի կամ կարգավիճակի համար, այլ նրա համար, թե ով ես դու իրականում։ Եվ այդ մարդն ինձ լիովին փոխեց։ Մարիամի սիրտը սկսեց անհավասար բաբախել։ Նա չէր անի դա։ Չէր բացահայտի իրեն այդպես հրապարակայնորեն։ Բայց Էդուարդը շարունակեց, անզիջում։ Այդ մարդն աշխատում է իմ տանը։ Նա այն կինն է, ով ամեն օր այս առանձնատունը վերածում է տան, ով սիրով ուտեստներ է պատրաստում, ով նվիրումով հոգ է տանում յուրաքանչյուր մանրուքի մասին։ Եվ ինչ-որ պահի ես սիրահարվեցի նրան։ Խորապես, անդառնալիորեն սիրահարվեցի։ Մարիամը ձեռքը տարավ բերանին, արցունքներն արդեն հոսում էին։ Նա անում էր դա։ Իսկապես անում էր դա։ Էդուարդը խորը շունչ քաշեց, շարունակելուց առաջ։ Գիտեր, որ պատրաստվում է ընդմիշտ փոխել իր կյանքը, բայց նա գիտեր, որ դա միակ միջոցն է Մարիամին հասկացնելու, որ իրենց սերն ավելի մեծ է, քան ցանկացած սոցիալական դատաստան։
Ես գիտեմ, որ սա կարող է տարօրինակ հնչել ձեզանից շատերի համար, շարունակեց նա, ուղիղ նայելով տեսախցիկներին։ Միլիոնատեր գործարարը սիրահարվում է սպասուհուն։ Կլիշե է թվում, անհավանական է թվում, ոմանց համար անպատշաճ է թվում։ Բայց ճշմարտությունն այն է, որ նա ինձ սովորեցրեց մի բան, որը ոչ մի բիզնես դպրոց, ոչ մի խորհրդատու, ոչ մի գիրք երբեք չի սովորեցրել։ Նա ինձ սովորեցրեց մարդ լինել։ Մարիամը քարացել էր վարագույրի հետում, արցունքներն ազատ հոսում էին, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ կարծես դուրս էր թռչելու կրծքից։ Մարիամ Հակոբյանը, Էդուարդը բարձրաձայն արտասանեց նրա անունը, որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ամենաանհավանական կինն է, ում երբե հանդիպել եմ։ Նա միայնակ մեծացրել է եղբորը, ծնողներին կորցնելուց հետո։ Ամբողջ կյանքում քրտնաջան աշխատել է, նրան հնարավորություն տալու համար։ Եվ երբ 3 տարի առաջ եկավ այստեղ, այս տունը վերածեց տան։ Ոչ թե որովհետև դրա համար վարձատրվում էր, այլ որովհետև նրա բնույթն է հոգ տանել, սիրել, անհանգստանալ։ Մի լրագրող ձեռք բարձրացրեց հարց տալու համար, բայց Էդուարդը ձեռքով նշան արեց, խնդրելովս մի պահ։ Երբ ես նրան խնդրեցի սովորեցնել ինձ սիրել, որովհետև ընդունեցի, որ չգիտեմ ինչպես դա անել, նա ընդունեց այնպիսի մեծահոգությամբ, որն ինձ ապշեցրեց։ Եվ ինձ սովորեցնելու ընթացքում մենք սիրահարվեցինք։ Դա անխուսափելի էր, անկեղծ էր, ամենաիրական բանն էր, որ երբե պատահել է ինձ հետ։ Նա դադար տվեց, հուզմունքը տիրեց նրա ձայնին։ Բայց մի քանի օր առաջ նա բաժանվեց ինձնից։ Ոչ թե որովհետև դադարեց ինձ սիրել, այլ որովհետև վախենում է։ Վախենում է, որ աշխարհը կդատի նրան, որ ես կզղջամ, որ նա հարմար չէ իմ կողքին լինելու համար։ Եվ հենց դրա համար եմ ես այսօր այստեղ, անելով այս հանրային հայտարարությունը։ Այգում բացարձակ լռություն էր, բոլորը կախված էին յուրաքանչյուր բառից։ Ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Մարիամ Հակոբյանին։ Սիրում եմ նրա բարությունը, նրա ուժը, պարզ բաների մեջ գեղեցկություն տեսնելու նրա ունակությունը, սիրելու նրա խիզախությունը, նույնիսկ երբ վախենում է։ Եվ ինձ չի հետաքրքրում, թե որը մեկն ինչ կմտածի այդ մասին։ Ինձ չի հետաքրքրում, կկորցնեմ պայմանագրեր, կդատեն ինձ, կասեն, որ սխալ եմ անում։ Նա նայեց ուղիղ գլխավոր տեսախցիկին, կարծես ուղղակիորեն խոսում էր նրա հետ։ Մարիամ, եթե դու ինձ դիտում ես, պետք է մի բան հասկանաս։ Միակ անհամապատասխանությունն այստեղ կլիներ, եթե ես ընտրեի կյանք առանց քեզ, ուրիշների դատաստանից վախենալով։ Կլիներ, եթե ես թույլ տայի, որ նախապաշարմունքներն ու սոցիալական տարբերությունները ոչնչացնեին ամենաթանկ բանը, որ երբե ունեցել եմ։ Ես նախընտրում եմ կորցնել իմ բոլոր գործերը, իմ ողջ հեղինակությունը, քան կորցնել քեզ։ Հյուրասենյակում, վարագույրի հետում թաքնված, Մարիամը հեկեկում էր։ Ձեռքերը տարավ կրծքին, զգալով, թե ինչպես է սիրտը պայթելու այսքան շատ զգացմունքներից։ Նա անում էր դա։ Իսկապես դնում էր իրենց սերն ամեն ինչից վեր, իրեն ենթարկելով ամբողջ աշխարհի դատաստանին, հանուն իր։ Էդուարդը շարունակեց. Իսկ նրանց, ովքեր կդատեն, ովքեր կասեն, որ նա ինձ հետ է փողի համար, կամ որ ես խելագարության պահ եմ ապրում, թույլ տվեք շատ հստակ լինել։ Այս կինը երբեք ինձնից ոչինչ չի խնդրել։ Երբեք հետաքրքրություն չի ցուցաբերել իմ ունեցվածքի նկատմամբ։ Նա ինձ սիրեց, երբ ես պարզապես կոտրված մի մարդ էի, որն օգնություն էր խնդրում։ Եվ եթե այսօր ես ավելի լավն եմ, եթե այսօր գիտեմ, թե ինչ է նշանակում տուն ունենալ, սեր ունենալ, նպատակ ունենալ, բանկային հաշվի թվերից անդին, դա այն պատճառով է, որ նա ինձ սովորեցրեց։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշելով։ Այնպես որ, այո, ես սիրում եմ իմ սպասուհուն։ Եվ ես դա չեմ տեսնում որպես ամաչելու բան, այլ որպես իմ կյանքի մեծագույն պատիվ։ Որովհետև նա ինձ ընտրեց, երբ ես ոչինչ չունեի առաջարկելու, բացի փողից։ Եվ հիմա, երբ ես սիրտ ունեմ, հենց այդ սիրտն եմ ես նրան նվիրում, հրապարակայնորեն, ձեզ բոլորիդ առաջ։ Լրագրողները սկսեցին միաժամանակ հարցեր տալ, բայց Էդուարդը պարզապես գլխով արեց ներս մտավ տուն, նրանց թողնելով այգում իրենց տեսախցիկներով բարձրախոսներով։ Նա ասել էր այն, ինչ պետք է ասեր։ Այժմ մնում էր միայն իմանալ, արդյոք Մարիամը լսել էր, հասկացել, հավատալու էր։ Երբ ներս մտավ տուն, գտավ Մարիամին կանգնած հյուրասենյակի մեջտեղում, դեմքը թաց արցունքներից, աչքերը կարմրած, ամբողջովին դողալով։ Մի պահ նրանք պարզապես նայեցին միմյանց, կարծես ամբողջ աշխարհը կանգ էր առել։ Դու դիտում էիր, ասաց նա, դա հարց չէր։ Ինչպես կարողացար դա անել, նրա ձայնը դուրս եկավ խեղդված շշուկով։ Ինչպես կարողացար քեզ այդպես բացահայտել։
Դու հենց նոր քո հեղինակությունը աղբը նետեցիր իմ պատճառով։ Էդուարդը մի քայլ արեց դեպի նրան։ Ես ոչինչ աղբը չեմ նետել։ Ես իմ կյանքի ամենակարևոր հայտարարությունն արեցի։ Հանրայնացրի այն, ինչն արդեն իսկ ճշմարտություն էր մասնավոր կյանքում։ Որ ես քեզ սիրում եմ ամեն ինչից վեր։ Բայց ինչ կլինի քո գործերի հետ։ Իսկ քո գործընկերները։ Իսկ այն բոլոր մարդիկ, ովքեր սպասում էին, որ դու քո մակարդակի մեկի հետ լինես։ Գրողի ծոցը մակարդակները։ Գրողի ծոցը ակնկալիքները։ Ես ամբողջ կյանքս ապրել եմ ուրիշների ակնկալիքները բավարարելու համար, տես թե դա ինձ ուր հասցրեց։ Դատարկ, առանց սիրո, առանց իմաստի կյանքի։ Դու ինձ տվեցիր այն ամենը, ինչ ես միշտ փնտրել եմ, երբեք չեմ իմացել, որ կարիք ունեմ։ Եվ ես դրանից չեմ հրաժարվի, վախենալով, թե ուրիշներն ինչ կմտածեն։ Մարիամը ձեռքերով ծածկեց դեմքը, լացն այժմ ջղածիկ էր։ Ես փորձում էի քեզ պաշտպանել։ Փորձում էի մեզ երկուսիս պաշտպանել։ Էդուարդը վերջապես փակեց նրանց միջ հեռավորությունը, քաշեց նրան իր գիրկը։ Մարիամը մի վայրկյան դիմադրեց, բայց հետո տեղի տվեց, խորասուզվելով նրա գրկախառնության մեջ, զգալով այն ջերմությունը, անվտանգությունը, սերը, որը փորձել էր օրեր շարունակ ժխտել։ Ես պաշտպանության կարիք չունեմ, Մարիամ։ Ես քո կարիքն ունեմ։ Իսկ դու վախենալու կարիք չունես։ Որովհետև ես քո կողքին կլինեմ, դիմակայելով այն ամենին, ինչ կգա։ Թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ նվաստացնի կամ ստիպի քեզ ցածր զգալ։ Դու իմ կյանքի ամենակարևոր մարդն ես, ես ամեն օր կանցկացնեմ դա ապացուցելով։ Նա բարձրացրեց դեմքը, նրան նայելու, աչքերն ուռած, բայց սիրով լի։ Վստահ ես դրանում։ Վստահ ես, որ չես զղջա։ Բացարձակ։ Միակ բանը, որի համար կզղջայի, քեզ թողնել գնալն է։ Իսկ եթե սխալ ստացվի։ Իսկ եթե մարդիկ դաժան լինեն, ուրեմն միասին կդիմակայենք։ Բայց Մարիամ, սերը երաշխիքներ ունենալու մասին չէ։ Այն միասին լինելու ընտրության մասին է, նույնիսկ առանց ճշգրիտ իմանալու, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Եվ ես ընտրում եմ քեզ։ Ամեն օր, ցանկացած հանգամանքում, ես ընտրում եմ քեզ։ Նա փակեց աչքերը, թույլ տալով, որ այդ բառերը խորը թափանցեն իր սրտի մեջ։ Օրեր շարունակ պատեր էր կառուցել, վախեր սնել, իրեն համոզել, որ ճիշտ բան է անում։ Բայց հիմա, նրա գրկում, լսելով յուրաքանչյուր բառի անկեղծությունը, զգալով յուրաքանչյուր հպման սերը, հասկացավ, որ սխալվել է։ Ոչ թե այն մարտահրավերների հարցում, որոնց կհանդիպեին, դրանք իրական էին, այլ դրանք միասին հաղթահարելու իրենց ունակության հարցում։ Ես քեզ սիրում եմ, վերջապես ասաց նա, կարծես մի ամբարտակ պայթեց։ Ես քեզ այնքան եմ սիրում, որ ցավում է։ Եվ հենց դրա համար էի այդքան վախենում։ Որովհետև որքան ուժեղ է սերը, այնքան մեծ է վիրավորվելու ռիսկը։ Ես գիտեմ։ Ես էլ եմ երբեմն վախենում։ Վախենում եմ, որ քեզ համար բավականաչափ լավը չեմ, վախենում եմ քեզ հիասթափեցնելուց, վախենում եմ, որ դու կհասկանաս, որ ավելի լավին ես արժանի։ Բայց տարբերությունն այն է, որ ես ընտրում եմ սիրել, չնայած վախին։ Թույլ չեմ տալիս, որ այն իմ փոխարեն որոշումներ կայացնի։ Մարիամն ուժգին գրկեց նրան, դեմքը թաղելով նրա կրծքին։ Ներիր ինձ։ Ներիր ինձ, որ այդքան հեշտ հանձնվեցի, որ թույլ տվեցի վախին ինձ կառավարել, որ քեզ ցավեցրի։ Կարիք չկա ներողություն խնդրելու։ Դու վախենում էիր, դա հասկանալի է։ Կարևորն այն է, որ հիմա մենք այստեղ ենք, նորից միասին։ Նրանք երկար րոպեներ այդպես մնացին, պարզապես գրկախառնված, թույլ տալով, որ սերը բուժի վերջին օրերի վերքերը։ Դրսում լրագրողները դեռ այգում էին, հավանաբար շահարկումներ անելով, սենսացիոն ռեպորտաժներ նկարահանելով, նորությունը տարածելով։ Բայց ներսում դրանցից ոչինչ նշանակություն չուներ։ Միայն կարևոր էր, որ նրանք նորից գտել էին միմյանց։ Երբ վերջապես բաժանվեցին, Էդուարդը բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ, նայեց նրան այնպիսի լարվածությամբ, որ նա զգաց, թե աշխարհում միակ մարդն է։ Մարիամ Հակոբյան, համաձայն ես ինձ հետ նորից սկսել։ Համաձայն ես այս խենթ աշխարհին դիմակայել իմ կողքին։ Համաձայն ես թույլ տալ ինձ սիրել քեզ առանց վերապահումների, առանց վախի, առանց թաքցնելու։ Նա ժպտաց արցունքների միջով։ Այո։ 1000 անգամ այո։ Եվ դա ամրագրվեց մի համբույրով, որը միաժամանակ ներողություն էր, նոր սկիզբ խոստում։
Մի համբույր, որն ասում էր այն ամենը, ինչ բառերը չէին կարող արտահայտել։ Հաջորդ օրերին նորությունը պայթեց։ Էդուարդի հայտարարությունը վիրուսային դարձավ սոցիալական ցանցերում, դարձավ թերթերի ամսագրերի շապիկ, քննարկվեց հեռուստահաղորդումներում։ Ինչպես սպասվում էր, դատաստաններ եղան։ Որոշ մարդիկ դա գեղեցիկ համարեցին, մյուսները սկանդալ։ Եղան մարդիկ, ովքեր ասացին, որ Մարիամը շահամոլ է, ովքեր ասացին, որ Էդուարդը միջին տարիքի ճգնաժամ է ապրում, ովքեր շահարկումներ արեցին, թե որքան կտի դա։ Բայց նա եղավ աջակցության անսպասելի ալիք։ Սովորական մարդիկ, ովքեր իրենց նույնացրին պատմության հետ։ Այլ տնային տնտեսուհիներ, ովքեր իրենց ներկայացված զգացին։ Զույգեր, ովքեր նմանատիպ նախապաշարմունքների էին բախվել։ Եվ նույնիսկ որոշ գործարարներ հայտնի դեմքեր, ովքեր հրապարակայնորեն պաշտպանեցին նրանց իրավունքը, սիրելու նրան, ում ցանկանում են։ Էդուարդը կորցրեց որոշ պայմանագրեր, դա ճիշտ է։ Որոշ պահպանողական գործընկերներ հեռացան, որոշ բացառիկ ակումբների դռներ փակվեցին։ Բայց նա ձեռք բերեց նոր գործընկերներ, մարդիկ, ովքեր հիացան նրա խիզախությամբ, ովքեր գնահատեցին իսկությունը։ Եվ հայտնաբերեց, որ այն հարգանքը, որը կարոր էր, չէր գալիս նրանցից, ովքեր իրեն դատում էին կարգավիճակով, այլ նրանցից, ովքեր ճանաչում էին բնավորությունը։ Մարիամն իր հերթին ստիպված էր սովորել վարվել հանրային ուշադրության հետ։ Սկզբում դժվար էր։ Լուսանկարիչներ էին փորձում նրան փողոցում նկարել, լրագրողներ հարցազրույցներ էին ուզում, մարդիկ ճանաչում մեկնաբանում էին։ Բայց Էդուարդը միշտ կողքին էր, պաշտպանում էր նրան, աջակցում, հիշեցնում, որ նրանք թիմ են։ Եվ դանդաղորեն նա վստահություն ձեռք բերեց։ Հասկացավ, որ պետք չէ վերածվել բարձրաշխարհիկ տիկնոջ, նրա հետ լինելու համար։ Որ կարող է շարունակել լինել այն, ինչ միշտ եղել է, իր պարզությամբ, բարությամբ, իսկությամբ։ Եվ որ իրականում, հենց դա էր, որ ստիպում էր Էդուարդին սիրել իրեն։ Ասուլիսից 2 շաբաթ անց եկավ տխրահռչակ գալա ընթրիքի երեկոն։ Էդուարդը հարցրեց, թե արդյոք նա ուզում է գնալ իր հետ, բայց հստակեցրեց, որ կհարգի, եթե նա նախընտրի չգնալ։ Մարիամը երկար մտածեց, հետո որոշեց, որ այո, կդիմակայի այդ աշխարհին, գլուխը բարձր պահած։ Միասին գնացին, նա էլեգանտ, բայց պարզ զգեստով, որը Էդուարդը պնդել էր գնել, բայց որը նա անձամբ էր ընտրել, մերժելով ամենաշխեղ տարբերակները։ Երբ մտան սրահ, մի պահ լռություն տիրեց։ Բոլոր հայացքները ուղղվեցին նրանց։ Մարիամը զգաց հետ քայլ անելու ցանկություն, բայց հետո զգաց Էդուարդի ձեռքը, որը ամուր սեղմում էր իրենը, որոշեց առաջ շարժվել։ Դատապարտող հայացքներ եղան, այո։ Շշուկներ, քողարկված մեկնաբանություններ, որոշ մարդիկ դիտավորյալ մեջքով շրջվեցին։ Բայց եղան նա մարդիկ, ովքեր ջերմորեն ողջունեցին նրանց, ովքեր գովեցին նրանց խիզախությունը, ովքեր ուզեցին իսկապես ճանաչել Մարիամին։ Եվ երեկոյի վերջում, երբ նրանք միասին պարում էին սրահում, Մարիամը մի կարևոր բան հասկացավ։ Կարևոր չէր, թե քանի մարդ էր նրանց դատում կամ հավանություն տալիս։ Կարևորն այն էր, որ նրանք ունեին միմյանց, որ կառուցում էին մի իրական բան, մի բան, որն ավելին արժեր, քան ցանկացած սոցիալական ընդունելություն։ Հաջորդ ամիսները հարմարվելու ամիսներ էին։ Մարիամը շարունակում էր հոգ տանել տան մասին, բայց այժմ ոչ թե որպես սպասուհի, այլ որպես տանտիրուհի։ Էդուարդը պնդեց, որ նրան պաշտոնապես վարձի որպես բնակավայրի կառավարիչ, արդար աշխատավարձով, բայց երկուսն էլ գիտեին, որ դա պարզապես ձականություն է արտաքին աշխարհի համար։ Իրականում նա նրա ուղեկիցն էր, նրա գործընկերը, նրա սերը։ Նա սկսեց ուղեկցել նրան որոշ միջոցառումների, միշտ իր ձով, առանց ձացնելու, թե մի բան է, ինչը չէ։ Եվ զարմանալիորեն, նրա իսկությունը գրավեց շատ մարդկանց։ Նա զրուցում էր բոլորի հետ, ամենակարևոր գործարարներից մինչ մատուցողներն ու անվտանգության աշխատակիցները, բոլորին վերաբերվելով նույն քաղաքավարությամբ։ Եվ դա զգալի հակադրություն էր ստեղծում այդ միջավայրի շատերի արհեստականության հետ։ Էդուարդը նույնպես փոխվեց։ Դարձավ ավելի մարդկային գործերում, ավելի ուշադիր իր համար աշխատող մարդկանց նկատմամբ, ավելի մտահոգված իր ընկերությունների սոցիալական ազդեցությամբ։ Եվ հայտնաբերեց, որ դա իրեն ավելի քիչ հաջողակ չի դարձնում, ընդհակառակը։ Նրա աշխատակիցները սկսեցին ավելի մեծ նվիրումով աշխատել, նրա հաճախորդները սկսեցին ավելի շատ վստահել նրան, նրա գործերը բարգավաճեցին այլ կերպ, ավելի կայուն նշանակալից։ Մի շաբաթ երեկո հայտնի ասուլիսից 6 ամիս անց Էդուարդը անակնկալ պատրաստեց Մարիամի համար։ Ասաց, որ հատուկ բան է պլանավորել, խնդրեց, որ նա հագնի իր ամենասիրելի զգեստը։ Նա հետաքրքրվեց, բայց Էդուարդն այլ մանրամասներ չհայտնեց։
Երբ իջան այգի, Մարիամը խոսքերը կորցրեց։ Այնտեղ, նույն վայրում, որտեղ Էդուարդն իր սիրո հանրային հայտարարությունն էր արել, այժմ հարյուրավոր վառվող մոմեր կային, ստեղծելով լուսավոր ճանապարհ։ Ծաղիկներ ամենուր, ոչ թե ծաղկի խանութի թանկարժեք ծաղիկներ, այլ այն պարզ ծաղիկները, որոնք նա սիրում էր շուկայից։ Եվ կենտրոնում մի ռոյալ, որը նախկինում այնտեղ չկար։ Էդուարդ, ի՞նչ է այս ամենը։ Նա պարզապես ժպտաց ուղեկցեց նրան մոմերի ճանապարհով մինչ ռոյալը։ Հետո, նրա համար անսպասելի, նստեց սկսեց նվագել։ Դա կատարյալ երաժշտություն չէր, պարզ էր, որ նա սովորում է, բայց այն նվագվում էր այնքան սիրով, այնքան նվիրումով, որ յուրաքանչյուր անկատար նոտա գեղեցիկ էր հնչում։ Երբ ավարտեց, նա վեր կացավ ծնկի իջավ նրա առաջ։ Գրպանից հանեց մի փոքրիկ թավշե տուփ։ Մարիամ Հակոբյան, դու փոխեցիր իմ կյանքն այնպիսի ձերով, որոնք ես երբեք չէի պատկերացնի։ Սովորեցրիր ինձ սիրել, սովորեցրիր մարդ լինել, սովորեցրիր, որ իսկական հարստությունը բանկային հաշիվներում չէ, այլ կյանքը կիսելու մեկին ունենալու մեջ է։ Դու իմ տունն ես, իմ խաղաղությունը, իմ սերը։ Եվ ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, ամեն օր ապացուցելով, որ դու ճիշտ որոշում ես կայացրել, ինձ երկրորդ հնարավորություն տալով։ Նա բացեց տուփը, բացահայտելով մի պարզ, բայց գեղեցիկ մատանի, մի քարով, որը փայլում էր մոմերի լույսի տակ։ Կամուսնանաս ինձ հետ։ Թույլ կտաս քեզ պաշտոնապես սիրել Աստծո ամբողջ աշխարհի առաջ, ընդմիշտ։ Մարիամը լաց էր լինում, ձեռքերը կրծքին, հազիվ հավատալով, թե ինչ է կատարվում։ Այդ մարդը, որը ամիսներ առաջ տուն էր եկել կոտրված, խնդրելով սովորել սիրել, այժմ այնտեղ էր, փոխված, ամբողջական, նրան ամուսնության առաջարկություն անելով ամենագեղեցիկ ձով։ Այո, ասաց նա խեղդված ձայնով։ Այո, ես կամուսնանամ քեզ հետ։ 1000 անգամ այո։ Էդուարդը վեր կացավ համբուրեց նրան, մատանին դնելով նրա մատին, մինչ նա ծիծաղում լաց էր լինում միաժամանակ։ Դա այնպիսի պահ էր, որը նա երբեք չէր համարձակվել երազել, բայց որն այժմ ապրում էր իր ողջ լարվածությամբ։ Հարսանիքը տեղի ունեցավ 3 ամիս անց, մի միջոցառման ժամանակ, որն ամեն ինչ էր, բացի սովորականից։ Դա բացառիկ ակումբում կամ շքեղ եկեղեցում չէր։ Հենց այնտեղ էր, առանձնատան այգում, պարզ գեղեցիկ ձավորմամբ, որի մեծ մասն արվել էր հենց Մարիամի ձեռքերով։ Հյուրերի ցանկը խառնուրդ էր, նրա եղբայրը ընկերները այն համայնքից, որտեղ նա մեծացել էր, մի քանի գործարարների Էդուարդի ընկերների հետ, ովքեր անկեղծորեն աջակցել էին նրանց։ Երբ Մարիամը ներս մտավ միայնակ քայլելով ծաղիկների միջանցքով, որովհետև նրան ուղեկցող հայր չուներ, բայց ուներ սեփական ուժն ու ինքնավարությունը, Էդուարդը զգաց, որ աչքերը լցվում են արցունքով։ Նա շլացուցիչ էր, ոչ թե որովհետև զգեստը թանկ էր կամ որովհետև պրոֆեսիոնալ դիմահարտարում ուներ, այլ որովհետև ճառագում էր անկեղծ երջանկություն։ Երդումները պարզ էին խորը։ Էդուարդը խոստացավ շարունակել ամեն օր սովորել սիրել, շարունակել լինել խոցելի, շարունակել ընտրել նրան ցանկացած արտաքին ակնկալիքից վեր։ Մարիամը խոստացավ այլս թույլ չտալ, որ վախը իր փոխարեն որոշումներ կայացնի, շարունակել հավատալ, որ արժանի է սիրված լինելուն, շարունակել լինել այն լույսը, որն առաջնորդում է նրան։ Երբ պաշտոնյան նրանց հայտարարեց ամուսիններ, նրանք համբուրվեցին Երանի աստղազարդ երկնքի տակ, հուզված ծափահարություններ հնչեցին։ Եվ Մարիամը հասկացավ, որ դա իր երջանիկ ավարտն էր, բայց նա ամեն ինչի սկիզբը։ Մի կյանքի սկիզբ, որը կառուցված էր իսկական սիրո, փոխադարձ հարգանքի, իսկապես իրենք լինելու խիզախության վրա։ Հաջորդած տարիները լի էին մարտահրավերներով, իհարկե։ Ոչ ամեն ինչ էր հեքիաթ։ Եղան դժվար պահեր, վեճեր, հարմարումներ, դասեր։ Էդուարդը դեռ իր աշխատամոլության պահերն ուներ, իսկ Մարիամը դեռ իր երբեմնի անվստահությունները։ Բայց տարբերությունն այն էր, որ այժմ նրանք ամեն ինչ միասին էին հաղթահարում, խոսելով, միմյանց աջակցելով, որպես զույգ աճելով։ Նրանք առանձնատան մի մասը վերածեցին խոցելի իրավիճակում գտնվող կանանց աջակցության կենտրոնի, առաջարկելով մասնագիտական դասընթացներ, աշխատանքի հնարավորություններ։ Դա փոխհատուցելու, իրենց ռեսուրսներն օգտագործելու միջոց էր, իրական փոփոխություն բերելու այն մարդկանց կյանքում, ովքեր, ինչպես Մարիամը, հնարավորության կարիք ունեին։ Մարիամի եղբայրը Լոնը ավարտեց ճարտարագիտական աշխատանքի անցավ Էդուարդի ընկերություններից մեկում, ոչ թե հովանավորչության, այլ որովհետև իսկական տաղանդ նվիրում ուներ։ Էդուարդը նրան վերաբերվում էր որպես ընտանիքի անդամ, իսկ Լոնը նրա մեջ տեսնում էր ոչ միայն փեսային, այլ ավագ եղբոր, որը երբեք չէր ունեցել։
Մի երեկո, այն առաջին զրույցից 5 տարի անց, երբ Էդուարդը շշնջացել էր «Սիրո կարիք ունեմ», նրանք նորից պատշգամբում էին, այլևս ոչ թե որպես տեր ու սպասուհի կամ թաքնված սիրահարներ, այլ որպես ամուսիններ, կյանքի ուղեկիցներ։ «Հիշո՞ւմ ես այն օրը», հարցրեց Էդուարդը, նրան ավելի մոտ քաշելով։ «Երբ տուն եկա լիովին կոտրված, քեզ խնդրեցի սովորեցնել ինձ սիրել։ Ինչպես կարող էի մոռանալ։ Դա այն օրն էր, որը փոխեց ամեն ինչ։ Ես այնքան էի վախենում համաձայնել, այնքան էի անհանգստանում, թե ինչ կարող է պատահել։ Իսկ հիմա։ Հիմա ես գիտեմ, որ դա լավագույն որոշումն էր, որ երբեք կայացրել եմ։ Նույնիսկ բոլոր մարտահրավերներով, նույնիսկ բոլոր դատաստաններով, որոնց մենք բախվեցինք, նույնիսկ բոլոր դժվար պահերով։ Արժեր յուրաքանչյուր վայրկյանը»։ Էդուարդը համբուրեց նրա գլխի կատարը։ «Գիտես, ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում։ Որ սերը մի բան չէ, որը մի անգամ սովորում ես ու վերջ։ Դա մշտական, ամենօրյա ուսուցում է։ Դու ինձ հիմքերը սովորեցրիր, բայց մենք շարունակում ենք միասին սովորել ամեն օր։ Իսկ դու ինձ սովորեցրիր, որ ես կարող եմ սիրված լինել նրա համար, ինչ ես կամ ոչ թե նրա համար, ինչ ես անում եմ։ Որ ես արժանի եմ տարածք զբաղեցնելու, ձայն ունենալու, տեսանելի լինելու»։ Նրանք մի պահ լռեցին, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը, նայելով ներքում գտնվող քաղաքի լույսերին։ «Մարիամ, կարո՞ղ եմ քեզ մի գաղտնիք ասել»։ «Միշտ»։ «Այդ գիշեր, երբ քո օգնությունը խնդրեցի, ես կարծում էի, որ խնդրում եմ քեզ սովորեցնել ինձ սիրել ուրիշներին, որպեսզի մի օր մեկին գտնեմ։ Երբեք չէի պատկերացնի, որ ուսուցիչը նա իմ կյանքի սերը կլինի»։ Նա ժպտաց։ «Կյանքն այդպիսի հեգնանքներ ունի։ Ես համաձայնեցի սովորեցնել քեզ, որովհետև կարծում էի, որ դա պարզապես դաս կլինի։ Երբեք չէի պատկերացնի, որ ընթացքում ես կսիրահարվեմ։ Բայց դու սիրահարվեցիր։ Ես սիրահարվեցի։ Խոցելի մարդուն, որը խիզախություն ունեցավ օգնություն խնդրելու, մարդուն, որը ցանկացավ սովորել փոխվել, մարդուն, որը դիմակայեց ամբողջ աշխարհին մեր սերը պաշտպանելու համար։ Իսկ ես սիրահարվեցի այն կնոջը, որը ինձ տեսավ փողից անդին, կնոջը, որն ինձ սովորեցրեց մարդ լինել, խիզախ կնոջը, որը համաձայնեց ռիսկի դիմել, սիրելու, նույնիսկ վախենալով։ Նրանք համբուրվեցին, դա այնպիսի համբույր էր, որը գալիս է տարիների գործընկերությունից, միմյանց խորը ճանաչումից, սիրուց, որը փորձվել է էլ ավելի ուժեղ դուրս եկել։ Այդ գիշեր, սիրով զբաղվելուց հետո միմյանց խորապես ճանաչողների մտերմությամբ, անկողնում գրկախառնված պառկած, Մարիամը մտածեց այն ամենի մասին, ինչ ապրել էին։ Սիրո դասերը, որոնք նա տվել էր խոհանոցում, առաջին համբույրը պատշգամբում, գիշերը, երբ նրանք լիովին տրվեցին միմյանց, վախը, որը քիչ մնաց ոչնչացներ նրանց, մամուլի ասուլիսը, որը փոխեց ամեն ինչ, հարսանիքը, որն ամրագրեց նրանց միությունը։ Եվ հասկացավ, որ այն արտահայտությունը, որ Էդուարդն ասել էր այդ խոհանոցում 5 տարի առաջ, արձագանքել էր իրենց կյանքերի միջով, վերածվել էր մի շատ ավելի մեծ բանի։ Սիրո կարիք ունեմը, որը դուրս էր եկել դատարկ մարդու բերանից հեկեկոցով, վերածվել էր սեր ունեմ, սեր եմ տալիս, սիրով եմ ապրում ի։ Նրանք ապացուցել էին, որ իսկական սերը կարող է պատահել ամենաանհավանական վայրերում, թվացյալ անհամատեղելի աշխարհների մարդկանց մեջ։ Ապացուցել էին, որ կարևորը ոչ թե այն է, թե որտեղից ես գալիս կամ որքան փող ունես, այլ թե ով ես դու ընտրում լինել, ում հետ ես ընտրում քայլել։ Նրանց պատմությունը ոգեշնչում դարձավ շատերի համար։ Ոչ թե որովհետև դա կատարյալ հեքիաթ էր, որտեղ ամեն ինչ կախարդականորեն ստացվեց, այլ որովհետև իրական էր։ Որովհետև ցույց էր տալիս, որ սերը պահանջում է խիզախություն, խոցելիություն, դատաստաններին դիմակայելու պատրաստակամություն, վախերը հաղթահարելու ունակություն։ Եվ որ երբ երկու մարդ պատրաստ են անել այս ամենը, նրանք կարող են կառուցել մի բան, որն ավելին արժե, քան ցանկացած հարստություն։ Էդուարդն այլևս երբեք իրեն մենակ չզգաց, նույնիսկ երբ մենակ էր։ Որովհետև կրում էր Մարիամին սրտում, մտքերում, իր դարձած էության մեջ։ Իսկ Մարիամն այլևս երբեք իրեն ցածր կամ անհամապատասխան չզգաց։ Որովհետև սովորել էր, որ իր արժեքը չի գալիս սոցիալական կարգավիճակից, այլ նրանից, թե ով է ինքը, սրտում ունեցած սիրուց, ներսում ունեցած ուժից։ Եվ երբ տարիներ անց մարդիկ հարցնում էին, թե որն է իրենց գաղտնիքը, որն է այն բանածը մի սիրո, որը հաղթահարել է այնքան շատ խոչընդոտներ, Էդուարդը միշտ նույն կերպ էր պատասխանում. բանած գոյություն չունի։ Գոյություն ունի ընտրություն։ Ամեն օր ես ընտրում եմ սիրել նրան։ Ամեն օր ես ընտրում եմ դիմակայել այն ամենին, ինչ կգա նրա կողքին։ Ամեն օր ես ընտրում եմ երախտապարտ լինել, որ այդ գիշեր խոհանոցում խիզախություն ունեցա օգնություն խնդրելու։
Որովհետև հենց այնտեղից սկսվեց ամեն ինչ։ Հենց այնտեղից սկսվեց իմ իրական կյանքը։ Եվ Մարիամը միշտ լրացնում էր։ Եվ ամեն օր ես ընտրում եմ հավատալ, որ արժանի եմ այս սիրուն։ Ընտրում եմ թույլ չտալ, որ վախը իմ փոխարեն որոշի։ Ընտրում եմ շարունակել լինել այն, ինչ ես կամ, իմանալով, որ հենց դա է մեզ միասին պահում։ Որովհետև իսկական սերը քեզնից չի պահանջում փոխել այն, ինչ դու ես։ Այն օգնում է քեզ դառնալ քո լավագույն տարբերակը։ Այն արտահայտությունը, որ ասվել էր խոհանոցում այնքան տարիներ առաջ, շարունակում էր արձագանքել, բայց այժմ փոխված իմաստով։ Սիրո կարիք ունեմը դարձել էր ապացույց, որ բոլորն արժանի են ունակ են սիրելու սիրված լինելու, անկախ նրանից, թե որտեղից են սկսում։ Որ խոցելիությունը ուժ է, ոչ թե թուլություն։ Որ օգնություն խնդրելը խիզախություն է, ոչ թե վախկոտություն։ Եվ որ երբ գիշերը գալիս է, երկու սրտեր իսկապես ընտրում են միմյանց, այն, ինչ նրանք միասին կառուցում են, շատ ավելին է, քան ցանկացած հանդիպում կամ պահ։ Նրանք կառուցում են մի կյանք, որտեղ սերը, ընկերակցությունը, հարգանքը, գործընկերությունն անսահման ավելին արժեն, քան ցանկացած հարստություն, որը փողը կարող է գնել։